Բարև ձեզ։ Այսօր Մետաֆոր ոդկասթի հյուրն է լրագրող Բելգահայ ռադիոյի համահիմնադիր Արիս Նալչին։ Արիսի հետ զրուցում ենք Թուրքիայի քաղաքականության եւ հասարակական կառուցվածքի մասին։ Անդրադառնում ենք նաեւ այդ երկրի ներկայիս տնտեսական ճգնաժամին իր տարբեր դրսևորումներով հանդերձ։ Արիսը ներկայացնում է նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ոչ վաղ անցյալը եւ հնարավոր ապագան։ Հիշեցնեմ, որ Մետաֆոր ոդկասթի հաղորդումները կարող եք դիտել մեր YouTube-յան ալիքով եւ լսել Բելգահայ ռադիոյի եթերում։ Արիս ջան, ողջույն, բարի գալուստ Բելգահայ ռադիոյի ստուդիա, բարի գալուստ Մետաֆոր ոդկասթ, վերջապես հյուրընկալվեցիր մեզ, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Արիս ջան, այսօր զրուցելու ենք մի շատ հետաքրքիր թեմայով, քանի որ դու էլ լավ տիրապետում ես այդ թեմային, խոսքը վերաբերում է Թուրքիայի քաղաքականությանը, տնտեսությանը, ընդհանուր ժողովրդագրականությանը, ամեն ինչին։ Okay, շատ բարի, շնորհակալ եմ։ Լավ, սկսենք, եթե պատրաստ ես։ Հարգավ, ամենայն սիրով։ Սկզբից ուզում էի քեզ հարցնել, թե ինչ ես կարծում, մոտ 1 ամիս առաջ մեր դեպքերը, որ հետևեցինք, որ ընդդիմության տեխնացուին բռնեցին Թուրքիայում։ Այո, Թուրքիայում Իմամօղլու կարծեմ, չէ՞։ Ձերբակալեցին, ըստ երևույթի Էրդոգանի հրամանով, դա ինչ պատմություն էր։ Մի հատ կխնդրեի, որ մի քիչ հերվից գայր, որ հասկանալի լիներ։ Եթե ուզեք, բանենք, մի քիչ հերվից, երբ որ գուքանք, երկու դարբերակ կա հոստեղ, ինչպես կրնանք հասկանալ, ասի, մեկը առաջինը իբրև Թուրքիայի քաղաքացի ըլլալով ես գրնամսել Թուրքիայի քաղաքացիներու համար եւ հոն ապրող մարդոց համար ինչ կնշանակե, երկրորդը Թուրքիա-Հայաստան հարաբերություններու համար ինչ կնշանակե եւ քիչ մը աբակային համար մեզի ինչ կրնալսելով հետաքրքիր է, որ վերջին երկու-երեք ամսվա մեջ շատ ինձ լրագրող ընկերներ գտիմեին, որ էգուր խոսե ասարցի շուրջ եւ այլն, բայց շատ ալ չուզեցի, ամենադեն գքրեմ եւ այլ, բայց շատ ալ չուզեցի, որովհետեւ ըսի մեկ հատ նայենք ինչ է, որովհետեւ Թուրքիա երբ որ մի բան բադահի, ամենադեն պետք է քիչ մը ավելի հերոյեն նայես եւ մեծ նկարը մեկ հատ մտեսնաս ամենադեն ուրիշ նկար մը գա եւ գամ եւ ան նկարը երբ որ գնայիս ամենադեն ամենաբարձն է այսինքն ամենաբարձ պատասխանը գուտա քեզի հիմա ինչ ասենք Թուրքիա մեջ միայն ինտիմատիրը այսինքն երկու ինտիմատիր գրնարը լալ ինտիմատիր ասի չագերդի մեջ ասենք ինձ համար ինտիմատիր չեն իրենք երկու անցկրնարլալ, որ ընդդություններու ժամանակ Էրդողանին թեմ գային եւ ասոնցում է մեկ հատ Էկրեմ Իմամօղլուն է, որ Բոլիսի քաղաքացին է Էրդողանին իրեն խոսքով քաղաքապետը գներես Էրդողանին իրեն խոսքով անան գսենք ով գդիրաբեդե Բոլիս գդիրաբեդե Թուրքիա այսինքն ինքնալանանգեր առաջ նույն ճանապարհեն եկավ եւ նույն ցևով փանդարգվեցավ դուրս ելավ Եվ հետո ընդրվեցավ, այսինքն, իբրև նախակա։ Անոր համար շատ կարևոր է եւ կարծեմ, որ ինքը Իմամօղլուն իրեն թեմ ավելի ամենաուժեղ, ամենազորավոր տեխնազոն բիդելար։ Մյուսը անոնը շատ մարդիկ չեն գիտեր, բայց ասկայնամոլ մարդ մն է, կարևոր չէր արդեն, անի պիոն մն է, որ ամենադեն դուրս գելա։ Երկու օքեին, բայց Պետք է սա տեսնանք, Իմամօղլուն փանդարգելով, այո, Էրդողան այլևս պիտի դիրաբեդե, ասի ըսել է, որ մինչև կյանքին վերջը, նույնիսկ իրեն մահեն հետո պիտի դիրաբեդե ասի գա, ինչպես իրեն աղջկան ամուսինը, իրեն դղան, այսպես Օսմանյան գայսության ժամանակին գվերատարնագո։ Եգուր քիչ մը ավելի դուրս ելանք, Էրդողանին Սկիզբեն իվեր գնմանցնեն Աբդուլհամիդին իբրև պատմապանները նույնիսկ այսինքն որովհետև Աբդուլհամիդի վերջին ժամանակները ճիշտ այսպես էր այսինքն դիրաբեդող դիկտատոր նորեն չագերդի մեջ ամեն ինչ դիկտատոր գրնագոլալ այսօրերուս ամենոք ուրեմն դիկտատոր քիչ ավելի
ֆաշիզան իր ուսածը միակ իր ուսածն է, ուրիշ խոսք չի գա այնպես կդեգո եւ անվերջին ժամանակները արդեն նույն սխալները գներ Աբդուլհամիդը, նույն ցևով դիտատերակի հետ եւ այլն եւ այն ժեն թուրքերուն հետ, նույն բաները ներքին քաղաքական սխալ թե արտաքին ներքին քաղաքական սխալ նույն բաները գներ եւ չմոռանանք ցեղասպանությունը Աբդուլհամիդի ժամանակը սկսավ ոչ թե 1915-ին 80-ներուն 1880-ներուն որը սկսավ նույն բաները ինքը գնեգո Էրդողանը բայց այս անգամ որ արդեն շատ հայություն չկա քուրդերուն վրա գներգո ուրիշ մի բաներ բայց նույն սխալները գներ ինչպես Աբդուլհամիդը մի ադեն մոդեցավ հայերուն լուծելու համար հարցը եւ այլն ասալ միադեն մոդեցավ քուրդերուն հիմայալ նույն բանը գսենգո մոդեցավ քուրդերուն ավելի խաղաղային ցևով գերբով հարցը լուծելու համար բայց իմ անձնական միտքս է որ դեսածս է որ ոչ իմամոլ ոչ ուրիշը ով որ կա նույն բանը պիտի լար եւ նույն ժառանգությունը պիտի շարունակեր Էրդողանը թե ոչ մի բան չի գար, մի դարբերություն չի գա, այսինքն դեմոկրատիկական ցայնը չի գա, այո, հիմա գնայինգո մեկ հատ մարդ մգելագո իմամոլի պես, բոլսո կակաբեդը, որ քարիզմատիկ, ինքը մուսուլման է, այսինքն գերտա բան գերտա մզգիտ գերտա եւ այլն հետո գերտա ասկայնամոլները հետ գնստի ասկայնամոլ գերբով գսխոսի հետո գուկա շիշլի կուրտուլուշ այգական թաղամասերուն հայերու հետ գնստի եւ անոնց հետ միասին քույրիկներ եղբայրները սելով գխոսի ասանք մարտիգեն մեր գերբով եթենայինք իմ գարձիկով իմամոլուն բարդարգելը մինակ վերջին այսինքն վերջին գետ մներ որ ցույց տուվա որ այս մարտը պիտի չծկի այս գործը մինչեւ վերջ ոչ մեզի ոչ իրենց ուրեմն հույսերնիդ գդրեցեք որովհետև ինչու հույս գդրեցեք գսեմ գո 2001-ին 2002-ին առաջին ընտրությունները եղավ Էրդողանին քաղաքապետարան մտնալուն եւ անա դենեն սկսպյալ այս մարտիգը իսլամական թուրք այսինքն պանթուրք ասենք իսլամական խումբը ինչ պետք է լիներ պետք է փոխեր քաղաքացին, այսինքն մարտիգը, ով որ գաբրին այդ գյուլենական շարժումով եւ հետո ինքը շարունակեց մինակ գյուլենական շարժումով չէ այսինքն ինչ էր միտքը որ եթե գուզե որ Թուրքիան իբրև իսլամական գերբով վարվող բեդությունը լա անադեմ պետք է մարտիգը փոխես իրենց միտքը փոխես ինչպես պիտի փոխես տակավին 80 դարվա անադեն 80 դարվա երգիրես պետք է ամեն ինչ մոռանաս հա բայց 80 տարվա բան չէ այդ Քեմալի թողած սեկուլար բաններ ասի այո ճիշտ եւ ասի պետք է չնչեր առաջ պետք է բոլոր ասենք քեմալիզմին իրեն թողած բոլորան լայիկ բաները պետք է չնչեր կամած բայց ասի պետք է համոզե մարդիկ որբեսի շարունակե եթե չհամոզես շատ բան գլա օրինակ համար երեք մի բան գնայի ոդքասթ մգլսեի գսե որ Թուրքիո ժեներացիոն բանը Z ժեներացիոնը 12 միլիոն են եւ եթե քալ դարի ընդրությունը լա 12 միլիոնը պիտի կվերգե առաջին անգամ եթե Էրդողանին ուզածին պես ավելի հարաճիգա մնա անոնք 16 պիտի լան 16 միլիոն եւ այս մարտիգը դբրոց կերտանգո Էրդողանին գազմած սիստեմին մեջ ոչ թե եվրոպական ոչ թե ամերիկյան ոչ թե ուրիշ մի բան այսինքն այս սիստեմի մեջ արդեն գմորանանգո ամեն ինչ եւ իրենց ուրիշ բան ուզածի չափ ինտիմություն եղիր իմամոլի հարցնալ նույնն ուզածին չափ ինտիմություն ուլա իրեն այո որով շանս գա բայց դարբեր պետք է իրեն միտք անանգլա անորամար երբ որ գսեմ քրդական շարժումը ավելի աբակա ունի որովհետեւ իրենք գմերժեն բեդական ուսումի սիստեմը եւ իրենք արդեն որովհետեւ լեզուն չեն գնար օգտագործել դպրոցներու խոսելով գնեն գասիգա օրալ գլագո եթե an սիստեմի մեջ ես նույնիսկ հայը դպրոց կերտած հայերեն գսորվիս ամեն ինչ հայերեն է հայկական ինքնությունը գուդան քեզի բայց ի վերջո բեդական կեմալիզմի տասեր գարնեսկո եւ քննություն բիդիլլաս անոնց մե որ գարենաս մտնալ համալսարան
եւ 17 տարի քու միտքդ պիտի լիվան, ասանք, քու խելքդ պիտի լիվան։ Բայց Արիս, շատ հետաքրքիր է, բայց նայ թուրքական մտավորականության մեջ, չեմ ասում ժողովրդի մեջ, մտավորականության մեջ գրողների բան արդյոք միաբևեր վիճակ է, թե այսինքն բոլորը գնում են դեպի այդ իսլամիզացիա, թե ինչ որ ընդդիմացող կողմել կա, որը ուզում է ինչ որ չափով ասում ենք այդ լայք բանը Քեմալը մտցրել, չէ։ Դրա համար ենք ասում։ Հետաքրքիր է։ Համեմատաբար լայք, լրիվ լայք չի կարող լինել, բե։ Հետաքրքիր բան է, Սևան Նշանյանը իրեն բլոգներում մեկուն գրած էր այս հարաբերությունը։ Օսմանյան գարշության ժամանակին, եթե մտավորական պիտի լաս, պետք է երթաս համալսարան։ Համալսարան երթալու համար համալսարանը Օսմանյան գարշության ժամանակին մենք մեր հայ դպրոցներն անանգեր։ Եթե այսինքն որ աշխատանքի պետքություն կա, անոր մասին համալսարան մը գհիմնես։ Էրզուրում համալսարան գհիմնես, որ ինչպես պիտի աշխատին հողով ուսելով, այսինքն ագրիկոլտուրա, շուգայի բանջ է։ Օսմանյան գարշության ժամանակին, երբ որ փոխանցվեցավ Թուրքիո, պետքություն կար բյուրոկրասի, որովհետև ամեն ինչ փոխվեցավ։ Լեզուն փոխվեցավ, այսինքն քիրը փոխվեցավ, էզանը փոխեցին, նախսեն թուրքերեն պիտի լա հետո ուսին արաբերեն պիտի շարունակենք եւ այն հասկացալ ամեն ինչ փոխվեցավ իրենց այբուբենը փոխվեցին, բայց ինչպես որ իրենց գրոնքը գարդահայդեն արաբերեն էր, օսմանյան էր, արաբերեն էր, բայց քեմալիզմով, այսինքն քեմալով անի եղավ թուրքերեն, աղոտքը թուրքերեն պիտի նսավ, հետո փոխվեցավ նորեն, որովհետև չգրցան համոզել մարդիկ, որովհետև ժողովուրդը անչափ դյուրին չէ 2-3 տարվա մեջ փոխել։ Ինչ եղավ հիմա, բյուրոկրատի պետքություն ունեին, դպրոց համալսարան բյուրոկրատերին, այն բյուրոկրատները եղան քեզի մտավորական, հետո էլան։ Նույն բանը հիմա նույնն է։ Մտավորականները բոլոր այս քեմալիզմի համակարգով մինչև այսօր եկան 80-ներուն եկան, ասենք, Թուրքիո մեջ 90-ներուն եկան։ Այս մարդիկը Թուրքիո մեջ կացին եվրոպական համալսարաններ, եվրոպական դպրոցներ, որ երկրորդ լեզու սորվին, ֆրանսերեն, անգլերեն եւ այլն։ Եվ հիմա անանք տեղ մեկանք, որ շատ հետաքրքիր է, այն մարդիկը արդեն շատ չեն, այս մտավորական ասած ինտելիգենցիա ասած մարդիկը գամ այսինքն 10-15% եթե կան, գամ գչանանգո դագավին Թուրքիո մեջ ապրիլ, եթե էկոնոմիկ պայմաններ ունին։ Եթե չէ, այս ինտելիգենցիան եւ գամ այս մտավորական ասված մարդը եւ գամ գինը անցը Թուրքիո մեջ անանք բամն է որ ես ինչ գործ ունիմ հոս 20 տարի հոս բան գնեմ գո աշխատիմ գո որ բամը փոխվի եւ այլն գսե եւ իրեն երկրորդ լեզուն եւ համալսարանը որ Ֆրանսա եւ գամ հոնե օգտագործելու համար գելլա դուրս եւ գսե որ իմ ընտանիքս կոնե Հունաստան ապրի հիմա եւ գամ Ամերիկա ապրի որովհետեւ ավելի թյուրին է էկոնոմիկ պայմաններ ավելի լավ են եւ հետո հարց պիտի չունենա որովհետեւ չմոռանանք այս մտավորականները եթե երեխա ունին այն երեխաներուն աբականալ բան գնեն գուգուխորիգո հիմա Twitter մի բան գսեսկո հոպ Kişere Gukago Garnego ոստիկանը քեզի Թուրքիո մեջ։ Չուզերգո իր երեխեն աս պայմաններում մեջ մեծնա եւ գսեգո գերտամ։ Շադերգան Հունաստան կացին։ Շադերգան եվրոպական երկրը Գերմանիա շատ կա օրինակի համար։ Հոսկա Բելգիկայում։ Ուրեմն ճիշտ է գուզենգո փոխել, բայց անոնք որոնք արդեն քիչ ուժ ունին։ Մտավորականները որ գսենք ավելի շատ մնացած են քեմալիզմական ռեժիմի ժամանակ են 60-ներեն 70-ներեն հետո հիմա Թուրքիո իսլամական գողմեն շատ լավ մտավորական մարդ կան այսինքն ինտելիգենցիա գա հիմնեցին բայց ամենադեն նույն քրիտիկը գնային իրենց մենք ամեն ինչ ունենք Էրդողանի գոմն է AKP-ի գոմն է որ գսեր մենք ամեն ինչ ունենք բայց ինչու այս մյուս Թուրքերուն բես Եվրոպա համալսարան կացող Թուրքերուն բես չեն կրնարգո ֆիլմ ուներ նկարիչ ունենալ նոր վերջին 30 տարվա մեջ Թուրքիո մեջ արտիստ շատ էլա չէ եթե նայիս 15 այդե 23-ան մինչև 60-68 հետո նայիս մեն մնա 2001-ան հետո ինչեր էլերը շատ դժվար է ան մարդիկը որ արտիստ են եւ գամ
մշակութային հարցերով կսպաղվին, արդեն էլան դուրս։ Եվ դուրսը աշխատինգո, Եվրոպա եւ այլն աշխատինգո, հետո գերտան Թուրքիո ցուցանտեսի համար։ Այսպես մի գերբարանք ստեղվեցավ, որ ասի աբակայի համար լավ չէ։ Իսկ որ իրենք դուրս են գալիս այդ ինտելեկտուալ բանավեճին մասը շարունակում են մասնակցել, թե արդեն կտրվում են ու արդեն Գերմանիա գնացած է, արդեն Գերմանիայում է մենակ խոսում, թե ընդհանուր մասնակցում են։ Դե մասնակցողներ կան, քրություններով, հարցազրույցներով եւ այլն, որ մի բան գսեն, բայց չեմ կարծել, որ Թուրքիո համար ասի կարևոր է այլևս ժողովրդի համար։ Առաջինը երիտասարդները իրենց չեն լսում, ամենադեն նույն քրիտիկը, ինձ համար նույնը գսեն եւ իհարկե ճիշտ են, ես ոսեմ Բելգիկա, Թուրքիո չեմ, չէ, վախը չունիմ, որ վաղը պիտի բանդարգվիմ։ Անորոմար ինձ համար դարբերը իրենց համար դարբեր։ Անորոմար չեն լսում, ասի երիտասարդներն են, եւ երիտասարդներ ուրիշ բան գուզեն այլևս։ Հոն մնացողներն ալ չեն ուզեր գասի լսել, որովհետեւ եթե իրականությունն է, այս մարդը երբ պիտի փոխադրվի, եթե 50-60 եղավ, ինչ պիտի նե երգիր փոխելով 60-70 տարեկանն հետո երգիր փոխելով ինչ պիտի նե իրեն եկեղեցին ունը ամեն գիրագի կացած եկեղեցին հայկական եկեղեցին հոն է հոսկա նոր ադապտացիոն մը եւ մեմնա շատերը եթե լեզուչունին անիալ ուրիշ դժվարություն մը եւ հարգավոր ընտանեկան բացաներով իրենց ընկերներով հետ միասին մնալսելով գմնանգո ուրեմն ինտելիգենցիան եւ մտավորական փոխանցումը Թուրքիա անչափ թյուրին չէ այս պատճառով դուրսեն խոսիլը թյուրին է իրենց համար բայց հոն ապրիլը թյուրին չէ եւ գնամս շատեր կան որ ես այսպես ցկեցի այլևս քրել Թուրքիայի թերթերուն որովհետեւ մի դարի եղավ գարձեմ որովհետեւ Օսման Կավալան որ ամենան մտավորական մներ որը բոլոր այս հարցերու շուրջ կորզ գներ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների մասին առաջին exchange ծրագիրը նողներեն մեկն է granting ծրագիրներուն օգնողներ եւ ամեն պրոգրամացությունների բոլոր կորձերու մեջ կար եւ ոչ մի բան չսպասեց այս մարդը հետո ասենք որ քրդական շարժում են երբ որ մարդիկ գարին եւ այլն հետո սկսան նույնիսկ ամենեն զայրահեղ ասենք ինտիմության լրակիրները եւ գամ հերոստակայանները սկսան գիտես ինչ այս հարցի շուրջ այսպես չխոսենք օքեյ ինչպես խոսենք ասի իմ համար առաջին քայլն է որ այս հարցի շուրջ այսպես չխոսի ինչպես խոսենք անադեն այսինքն ասի բանի պես է ցեղասպանություն չսենք Թրամփի պես եղերն usենք թուրքերեն բարը չօգտագործենք հայերեն օգտագործենք անգլերենը չսենք հայերենը ասենք որբեսի անի ինչսել է ինձ համար Թրամփին եւ գամ ավելի առաջալ ասածին արդեն մեծ եղերն ասել է ամերիկացին չհասկնա եթե հայերեն չգիտեր մարդը պիտի չհասկնա եթե հայ ընկերությունի պիտի չհասկնա իմ գարձիկով քիչ մասանգեր ասորամալ դա հոգություն ունիմ հարգավ բայց պետք է ասի սանք բարձ գերբով ասեմ եթե նույնիսկ հիմա Թուրքիո մեջ կառավարությունը իշխանությունը փոխվի 50 տարի ունենք որ մեր այսօր հիմա Բրյուսել Բելգիկային մագարտագին նույնիսկ 11 տող կա 50 տարի որովհետև այս սերունդը որ գուկագո Թուրքիո մեջ երկու հարց ունի մեկ ամեն բանը մորցած են որովհետև եթե քիրքերում մեջ չտնես չգան եթե սոցիալ մեդիայի մեջ չգա հիմա չգան ամեն ինչ գարկիլեգո Թուրքիո YouTube-ի մասնավորալիքները փակ են Այդ որ ասում ես ամեն ինչ մորցած են ինչ օրինակի Օրինակի համար իմ ժամանակին կոնե գխոսեինք որ 80-ներուն նույնիսկ 80-ներուն որ զինվորական իշխանություն կար Թուրքիո մեջ կոնե մենք հայերեն գխոսեինք եւ ամեն ինչ հայերեն գսորվեինք այո թուրքերեն տասեր կար եւ այսին շատ դժվար էին ասոն մեզի բանգնեին որ Ատաթուրքին ամեն ասածը սորվիս եւ այլ բայց գիտեիր կոնե դբրոցը բան մգար ուրիշ տարբերություն մգա Եվ գխոսեիր, ուրիշ դեր գերտայիր տասկարներ մի բան գնեիր։ Դա պրոգրամացություններին, ասենք հայերին։ Ընդհանուր հասարակության մասին սա խորինք։ Անադեն իրենք բոլոր այս կեմալիստական բանը արածադենը սանգսեմ օրինակ համար անադեն առաջին 1915-ի բաթմություններու ժամանակին ցեղասպանության հարցի մասին գխոսեր ասենք, օքեյ, վատ գերբով գխոսեր, բայց եթե տուն արդեն քիչ խորիս վրան նորմալ ստանդարտ ժողովուրդան մեկ երդասար
խորից մեկ հատ մնայի մասոր ուրիշ քիք մնալ գարտամ ըսես արդեն ճիշտը կգտնաս եւ գամ ինչ ասած է Ատաթուրքը սա ասած է այսի անանք բաներգան որ 1453-ին Ֆաթիհը Բոլիսեգերը եւ Սանգրերը գսե օքեյ գսես այսինքն վրան չես խորիր հիմա այլևս անալ չի գա այլևս իրենց բաթմուտյան քիրքերը գարջ կանցնի ամեն ինչ են հոպ հետո Էրդողան գուկասկո այսինքն որովհետեւ մենք անանք գսենք բայց 20-25 տարվա բաթմություն է 30 տարվա բաթմություն է բայց հետարքիր է նայ որ նայում ես ասենք 23-ից սկսած մինչև կարելի ասել մինչև 2000-ականների սկզբերը ամեն կարելի ասել չգիտեմ ամեն 20-25 տարին մեկ մի հատ ռազմական հեղաշրջում էր հեղաշրջում էին անում ու ինչ էին անում որ ասում է բանակը թուրքական սահմանադրության գարանտն է այսինքն հենց իրանց կարծիքով իրանք զգում էին որ ինչ որ քաղաքականությունը մի կողմի շեղվում է հեռանում են այդ կեմալիստական դերույթներից բանակը գալիս էր ու Իրանը էլի դնում էր հիմա այս վերջի քանի տարի 30 տարի լիչի լրացե բայց ճիշտ այդքան տարի փորձ եղավ չնայած 16-ին հուլիսին փորձ եղավ բայց չգիտեմ ինչքանով էր կազմակերպված ինչքանով էր իրական որտեվ դրանից հետո լիքը մարդիկ բանտարկվեցին սկսած ուսուցիչներից բյուրոկրատներից ամեն կարգի աշխատողներ հիմա հասկանալի չէ դա շինած էր թե իրական էր բայց այդ ամեն ինչ հաշվի առնելով նաև ասենք դու որ համեմատում ես նախքան Էրդողանի շրջանը ու հիմա դու տարբերություն զգում ես որ ասենք հասարակությունը ավելի է փակվել հասարակությունը իմ համար սանք ուղղություն ունի եթե մենք ինչ որ ունենք հիմա աս ֆուտբոլի դիպլոմասիի ժամանակ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների ժամանակ բանգար second track դիպլոմասի գսեն այսինքն չգիտեմ հայրենը ինչպես կրնան ասել անոր second track դիպլոմասին բաներ այսինքն միությունները NGO-ները միասին աշխատին եւ գջնշեն գարավարության որ առաջ կնա այս հարցի շուրջ հիմա հասարակության անժամանագին սա դեսանք ինչ որ լինի հասարակությունը ամեն ինչ կրնա անել բայց ինտիմությունը պիտի օգնի իրեն որովհետեւ որ գարավարության տեմպամը գսեսկո եւ գարավարությունն հետո պիտի ասե որ այո ցեզի լսեցի եւ այս ուղղության վրա պիտի աշխատիմ Okay. Բայց ինչ եղավ գիտես, երբ որ առաջին անգամ Էրդողան իրեն 24 ապրիլին առաջին անգամ նշեց հերոստագայանեն ոչ թե ցայնով իրեն նամակ մկրած էր որ 24 ապրիլի բոլոր Օսմանյան գայսության հայերը թուրքերը որ մահացավ բոլորին ցավակցություններ մեկ բան է ասի նամակ է նույնիսկ չայն չէ վիդեո չէ բոլոր հերոստագայաններն ներս մտավդուն Թուրքիո մեջ եւ ինչ եղավ բայտեցավ կորզ անդարիեն հետո սկսա ավելի շատ նամակներ ստանալ ոչ թե կանկադի մարդիկ սկսան խորիլ օքեյ այս մարդը ինչու 24 ապրիլին հայերուն անունը նշեց ցեղասպանություն ալցսավ մարդը այսինքն բայց հայերի անունը նշեց հա այո այսինքն չասես մենակ Օսմանյան գայսության անդամները ասենք անանք բամը բոլոր դուներում մտավ այս խոսքը եւ հետո մարդիկ սկսան խորիլ մեկ վարյան ինչու այս մարդը լսեցի վայն հետո ընդեղեն մեծ հայրիկը հա գիտենք հետո սկսան բրբդել ինձ սկսան նամակներ կալ եղբայր գարձը մեր ընտանիքին հայգա մեզ բաբերը հայ է ինչ գիտեմ եւ այլն իմ ասանք բաները սկսավ մենք որքան որ հիմա գրնանք ասել որ այո որովհետեւ որ ժողովուրդը այս գեդին բերավ անորամար Էրդողանը ըսավ ոչ ամերիկան կիջնշեց անորամար ըսավ իր հարաբերություններն համար ժողովուրդը մինչև ոնկա սելո չէ հիմա ժողովուրդը անորամար հիմա ինչ է եթե Էրդողան այսինքն այդ NGO-ները կապ չունեին ասենք իմ գարձիկով կապ չունեին որովհետեւ ես ալ իրենց հետ աշխատեի երկու գիցի 14 15 16 Okay օրինակի համար հետաքրքիր բան է որովհետեւ 2000-ին գներես դիպլոմասի ֆուտբոլ դիպլոմասի սրանից հետո այո այսինքն մի տարի հետո ասենք մի երկու տարի հիմա
Իմ կարծիքով է, հիմա այսօր փոխվի, եթե նարատիվը իրեն օգտագործած գերբը վաղը նորեն դիտելա։ Հիմա 2 տարի առաջ մի բան ասացի Հայաստանի հերոստակայանները մեկուն բաներ։ Եթե օրմը ցեղասպանությունը պիտի ճանաչվի Թուրքիո մեջ, անի Էրդողանը գնա, ոչ թե կեմալիստները։ Էրդողանի համար ավելի թյուրին է ցեղասպանությունը ճանաչել եւ իր բարը օգտագործել, որովհետեւ հələ հիմա, այսինքն Հայաստանի հետ հարաբերություններուն մասին եթե նայես Էրդողանին կողմը, Հայաստանի կողմը իրեն ցերկը ավելի ուժով է, եթե օրմը բիդիսե, գսե։ Հա, բայց հիմա լրիվ վիճակը փոխվել է։ Ճիշտ, բայց հիմա ավելի շուտ Փաշինյանը կճանաչի, որ թուրքերին ցեղասպանել են։ Գրնալա, բայց այսինքն մերին շանսը, որ կեմալիստներու հետ շատ ավելի դժվար է, որովհետև իրենք են հանցավորները, իրենք են հանցագործները, իրենք են այս գործը պատրաստողները, ցեղասպանության հարցի շուրջ ասել, բայց ժողովուրդը մեկ օրեն մյուս օր գրնա փոխվել, անի շատ հետաքրքիր էր, օրինակի համար առաջին անգամ, որ Աբդուլլահ Գյուլ Հայաստան գնաց ֆուտբոլի խաղին համար, Գարձես Թուրքիո մեջ ամեն ինչ փոխված էր մյուս օր։ Բուրսա եկան հայ ֆուտբոլի խումբը, Բուրսա եկավ, Սարգսյանի ժամանակ էր, Սարգսյան եւ այլում միասին գնստեին։ Հետաքրքիր բան է, ասեմ մի քանի անգամ պատմեցի, բոլոր ստադիումը հոն է եւ չկֆրդեցին այն մարտիկը։ Ստադիումը հələ Բուրսան շատ դժվար է, հա, մարտիկ Բուրսայի մեջ շատ ասկայնամոլ մարտիկ են։ Այսինքն Բուրսան արևմուտքում է։ Այո, բայց բան չէ, այսինքն չկֆրդեցին, այո, բան կար Ադրբեջանի տրոշներ գային եւ այլն, բայց տրոշ բերելը արկիլված էր ստադիում, բայց նորեն բերած էին։ Հետաքրքիր բան, ասի ուրիշ տեղ պատմեցի, մենք պրոտոկոլին արժևն էինք լրագրողները լալով, ես Հայաստանեն 12 օգնոց լրագրող խումբ մբերած էինք հոս exchange պրոգրամի համար արտալկալի համար եւ Թուրքիայեն ավելի առաջ Հայաստան կացող 12 լրագրողալ, որոնց մեջ գեսը ասկայնամոլ լրագրողներն միասին գնստեինք կո պրոտոկոլ։ Էդևը Սարգսյանենք եւ Գյուլենք արժևնա լրագրողները։ Պրոտոկոլ մտածեցին ոչ մի բան չկար։ Երբ որ Ադրբեջանի տրոշը դեսան երկու մեր հայ ընկերները իրենք ալայեցին Հայաստանի տրոշը։ Բան եկավ, ոստիգան եկավ, ուսավ տրոշ արկիլված է դուք պրոտոկոլի մեջ եք եւ այն տրոշը դուվեք։ Գիտեք ինչ եղավ։ Իսկ անունը չսեմ, բայց իսկապես ասկայնամոլ թուրք թերթիմը լուրերու բեդը, այսինքն news editor-ը եկավ, մեզի էր, տրոշը արավ, հայ տրոշը, ուսավ որ եթե անոնք կփանան, մենք ալ բանոնինք։ Մենք on a droit, մենք ալ գրնանք։ Ինքը բացավ Հայաստանի տրոշը։ Ուսի օքեյ աղջիկները բան ինչ կլագով ստեղ մեկ ախանվեցան, բայց անդղան անորվնե հետո այլևս չգրծավ իրեն ասկայնամոլ մախտանքներով շարունակել։ Ամեն մեգամիսում եմ բան գլար։ Արիս ասանք լուրը բիդելա կիդես մերտերտը, բայց շատ ներողություն է, ես չկրեցի, բայց թեմ լուրմն է, աբուշի մեգը կրած է, երևակայի մարնեք, սուդ է արդեն լուրը եւ այլն։ Չգրծավ այսինքն իրեն մեջ գազում են։ Անորոմար գսեմ ժողովուրդը մեկ հատ քայլով գրնա փոխվել։ Ես կհիշեմ որ այս բոլոր այս բաներու ժամանակ դիպլոմասի կորձերուն ժամանակ ֆուտբոլ դիպլոմասի եւ այլն առաջին քայլերը նետողները ասկայնամոլ բաներն էին գուսակցություններն էին Հայաստանն ալ Թուրքիան ալ ես գիտեմ գիրոմանային հետ հարցազրույց հրած էին կանադեն եթե տուրները բացվի ինչպես դուգանքը եւ բանը ինչպես մաքսայինը ինչպես պիտի լուզվի անոր մասին ծրագիրներ կպատրաստեր գո Թուրքիո կողմեն ալ նույն ցևով տրենով ինչպես բան գուղարկենք Աբրանք կուղարկենք ասոն կխորեին գո մարտինք ուրեմն գհեդևին հիմա նույն բանն է եթե Էրդողանն է եւ հիմա այլևս մեկ օքի է որ ամեն ինչ կդիրաբեդե այլևս ամեն ինչ իրեն երկու շրտին մեջ է այսինքն ինչ որս է շրտին դագ է ինչ որս է անի բիդիլլա Այշան եթե դիտարկենք օրինակ բացի քրդական գործոնից Թուրքիո հասարակության մեջ ուրիշ ինչ հակասություններ կան
որոնք այսօրվա քաղաքականության համար շատ որոշիչ են, նկատի ունեմ, ասենք ինչն է կարևոր, աղքատներ, հարուստներ, թե ասենք իսլամիստներ, բաներ, ոնց են ասում, լայիկներ, հայերեն ոնց են ասում, ոչ կրոնականներ, հագասություն, այսինքն որոշիչ քաղաքականության համար, այսինքն տես օրինակ վերջի Ամերիկայի ընտրությունների ժամանակ շատ մարդիկ կան ասում են, որ որոշեց այդ վոկիզմն ու ոչ վոկիզմը, որ առաջի հարցը, որ որոշիչ էր, որ ով կանցնի նախագահ, դա էր, ով ոնց կդիրքավորվի հիմա Թուրքիայի հասարակության մեջ, որն է այդ հարցը։ Ճիշտ։ Իմ կարծիքով առաջին հարցը այն է, որ էկոնոմիկական հարցը, այսինքն հագասությունը այն է։ Եթե արդեն բոլոր երկրներում մեջ նույն բան է, իշխանության փոփոխությունը ընդհանրապես ով որ էկոնոմին ավելի լավ գդիրաբեդե իրեն պլանը ավելի լավ գարաչացնե, այնիկա գդիրաբեդե։ Հիմա նույն հարցը հոսալ գա, ինչ որ եղավ, որ աղքատներու եւ հարուստներու միջև դարբերությունը Թուրքիո մեջ այնքան բացվեցավ, որ այլևս մարդիկ իրենց աբակայի հույսը գործունեցին։ Սա հետաքրքիր բան է, օրինակի համար դա քաղաքներում էլ է այդպես։ Այո, քաղաքներում ավելի շատ, որովհետև քաղաքներում այս դարբերությունը ավելի շատ է, այսինքն կան մարդիկ, որ դոլարով եվրոյով գաշխատինգո եւ գաբրին ամեն ինչ լավ, կան մարդիկ, որ այսինքն ամիսը 200 եվրոյով գտարցնեն եւ նույնիսկ աշխատանքով։ Եվ ասի շատ կարևոր նյութ մնե, որ պիտի դարբերի ընդություններու ժամանակ։ Այսինքն, բայց ինչ պիտի դլա, վերջին անգամ անի եղած էր։ Բայց հարցը թե նայ, ժողովուրդը ոնց է ընկալում, այդ տնտեսական հարցը ավելի լավ Էրդողանը կլուծի, թե ավելի լավ ուրիշ մեկը կլուծի։ Հիմա իրեն հետևորդները գարձեն որ Էրդողանը մինչև այսօր դեղ մբերավ այս պատճառով եղավ, որովհետև ինչ է ինքը ամենադեն հիմա Տրամպի կորձին մեզ Մարս պիտի երթանք։ Էրդողանալ Կանալ Իստանբուլ պիտինենք։ Բոլիսը երկուքի գպաժնենգո, հիմա երկու կողմը ձախեցին մեկ կողմը Սուդի Արաբիայի, մյուս կողմը Դուբայի, այն կողմը մարտիկ եկան արին եւ գարձեգո որ ասի պիտի լուծե հարցը եւ հարցը այն է, որ իրեն հետևորդները ինչու նորից կվեհարգեցին։ Ինչ էր հարցը, որ այս 51%-ը, եթե այլ ասենք 51%-ին 5-6-ը բան է, խայտախություն է, սխալ ձևով արին։ Բայց մնացած 40%-ը ասենք ինչու կվեհարգեցին են, որովհետև իրեն հետևորդները, իրեն հավնողները, իրեն միտքը ճիշտ գարձողները շատ են, այսինքն գսենք որ մի մասը գա որ շատ գվախնագո, այսինքն եթե Էրդողան երթա, այս կեմալիստները նորեն միտիկան եւ մեզի մենք որ գրոնական ենք, նույնիսկ այսինքն ավելի արկել են, ամեն ինչ փոխեն, ամեն ինչ մեր ցերկերն սարնեն, ամեն ինչ գրնալը, որովհետեւ գիտենգո, ինչ որ Էրդողան գյուլենիստներուն ուրավ գրնալալ հագարագը, այսինքն մյուսիկա Եվ այս պատճառով գվախնա այս վախով գերտան եւ իրեն կվարգեն։ Գան այս իրեն ծրագիրները մեգաս է երդասարտությունն օրինակ համար։ Իրեն երդասարտությունը Էրդողանիստ ասենք իր երդասարտությունը լավ բահելու գերբը գտնեգո։ Հարցը այն է, հագասությունը ինչ է, այս լավ բահելու ցևը մինակ դրամը չէ, փողը չէ։ Իրենք անանք մրին որ այս երդասարտությունը ամենը դեղ մը աշխատինգո Սուդեն գարավարության մեջ եւ շատ լավ փող կստանան իրենց մեքենաները վերջին մոդել ամենեն լավ մեքենաները եւ այլն բայց չեն գնարգո դիրաբեդել առանցին արդեն իրեն պետք է այսինքն ինչ կսեն ինքը իր այս երդասարտները իրենք այսքան փողով իր բիզնեսը չգնարգո հարաճացնել իր կորձը չգնարգո հարաճացնել ինչու պետք որովհետեւ ոչ մի բան անելով է գերեհոն չգիտեր գո ինչպես պիտի նա կորձը արդեն Էրդողան եւ ԱԿՊ-ին ասի պետք է բյուրոկրատիա է։ Այո, չգրնաս քո կորձը հարաճացնել, որ 10 տարի հետո մենք մնալ քեզի հետ չբայկարիմ։ Որ կախված լինես եւ անոր համար հոմ մնացիր։ Այնպես է։ Այս բոլոր իրեն օրգանիզացիան ասի է։ Հետաքրքիր բան կար վերջին ընդրություններուն իդալացիներուն բան գարցնենգո, կոմենտ կհարցնենգո, իդալացի
ժուրնալիստը գսեք որ ես ալ չհասկացա ինչպես ստացավ, այսինքն ասչափ քվեն, բայց այս AKP-ն էկիպին Էրդողանի բանը շատ լավ աշխատել է։ Իդալացի մաֆիան չգրծավ այսպես օրգանիզե էկոնոմիկ network մը ստեղծել, բայց իրենք ստեղծել են ամեն մեկ քվե դվողը ծևով մը պամը գստանագո այս սիստեմեն։ Ուրեմն չուզեր գովոր փոխվի Թուրքիայի այս դիրաբեդող իշխանությունը։ Ասիուսավ ուրիշ ծև մնե pedagogan mafyatik network ստեղծել են ասավ։ Ճիշտ է, pedagogan mafyatik network։ Եթե Երևանային հիմա ինչու ռազմական ուժերը ինչպես որ տունսիր ամեն 20 տարի եւ այլն գուկան օքեյ կեմալիստ բանաս է կարագուսինաս է հոսպիտի մնաս եւ այլն ինչու չլարգո որովհետեւ վերջին առաջինը 2016-ին այս գյուլենիստներու թեմ իրեն ուրած օպերացիոններ երկրորդը Սուրիայի թեմեղողը ինչ որ լավ Թուրքիա այն երկու ժամանակներուն բոլոր զինվորական գազմը իրեն գաբեց եւ սան գսենք զինվորական գազմ ուսածը հիմա Թուրքիո մեջ արդեն Էրդողանին աղջկան ամուսինն է Սելչուկ բայրակտարը սված մարդն է բոլոր ամեն ինչը դրոնները ինքը գնեգո ամեն ինչը ինքը գնեգո ես ինժեներ եմ այսինքն ընկերներ ունիմ որ գտեսնամ գո իմ գարտացածներ են որոնք հիմա շատ լավ դեղեր եղերեն եւ իրենք գսեն գո եթե մեզի ասչա փողդար բեդությունը մենք ալ գշինեինք անդրոնը բայց իրենք մեկը զադեցին անոր փողդվին անի եղավ այսինքն ուրիշները գրնայինն էլ անադեմ բարական ուրիշ ալ գրնարլալ բայց հիմա ուր որ փող գդագո Էրդողան անի գլագո անի վերգելագո Սելչուկ բայրակտարի հիմա ամենտեղ այս բայրակտարները եւ այլն գնեն հիմա նոր բաներով վրա աշխատին օրինակ համար որովհետեւ չափազանց բյուջեներ գերտագո իրենց մոտ մենք չենք գնար նույնիսկ Երևանայել հարցնալ ասել այսինքն հագասությունը ասե մարտիկ կդեսնան գոսի գսեգո որ օքեյ ասչա բյուջե դրամ գա բայց մենք աղկադենք մենք չենք գնար գա ամեն օր հեռուստակայաններուն գնայինք գո տելևիզիոներուն բան մարտոց հետ գխոսինգո եւ այլն բազարներում մեջ սուպերմարշե եւ այլն գսեք օքեյ ես 2 շաբաթ 3 շաբաթը մեկ գնամ գո միսարնել հիմա ասիգա մեմնա մյուս կողմը գա անչափ բացվեցավ որ հոստերեն բիդիլուզի արդեն այս իմամոլին հարցնալ անել եւ գամընտիմության կորզնալ անել իրենք սկսան ստեղծել նոր ճանապարհներ որ այս էկոնոմին քիչ մը հարաճեցնեն ինչ եղավ ռեստորանները շատ տանգ է իրենք բացին քաղաքապետարանի ռեստորան ամեն ինչ նույնքինն է օրինակ համար ինչը սա Էրդողանն ասի սոցիալիստական բան է սոցիալիստ է կոմունիստներ եւ այլն հոп հարցակեցավ վրան As կոդերը նույնն էր 23-ին ալ նույնն էր կոմունիստ նույն բանը ինքը իրեն մարտոսամար նույնը գնեգո իմ ձեր իսլամա մուսուլման բաբիգը լավասկի մեքենա պիտի չունենա հարգավ որ պիտի ունենա ես պիտի դա իրեն գսեգո իրեն կամպանիան ասեր լավասկի մեքենա գուտագո անդեղը որ էլեկտրիկ չգա այս էլեկտրականություն չգա բայց մարտիկ ասոր վրա գինան Եվ հետաքրքիր է վերջին ընտրությունների ժամանակ դուրս եկա որ անչափ շատ մարդիկ կան որ իրենց ամսական կապված է ցևում բեդության կողմ է գամ քրված է որ ցերկը ոդկը չաշխատիր գոած մարդոց ընդանեկան բամը դվեք իրեն ամենը AKP-ից են ամեն բոլորը AKP-ից են հետաքրքիր էր որ վերջին կորոնայի ժամանակ Facebook-ի վրա գկրեն օգնություն Եվ այլն օգնենք մարտոց օգնենք սև դու անանք մարտիկ գային որ կորոնայի ժամանակ դուրս չեն գնար գոյելալ մեկը տեսա ոնդեղ 2-3 հատ հայ ինձ գրազին որ չեն գնար գտուրսելալ հերու են հայկական քաղուտի մեջ չեն որ եկեղեցի երթան օգնություն ուզեն եւ այլն դեսա մեկը երկու ադեր մեկը իսլամական այսինքն մեկը AKP-ին օրգանիզացիոնն է որ ինքը պիտի դա ինքը ինչ պիտի դա բան marketten paner mı bidarnen dum bidi danin ammenor. Memna Kemalistagan gusakçutuna aravan akçigan ammenor yergu amis pandovav. Caş taraf. Müsüt istatsav menk bidinayin kısin pasedo yesiren heratsayınısı akçigan si pamırin vot çırav. I think iren polor panere bütçen yevan çerk inç vorga uju müskom iren gogma gudago. Vorbesi bahe.
Ան 40%-ը շատ կարևոր է որովհետև 40%-ին վրա այլ 8% ասկայնամոլները գարնե 2% էքստրեմ դուղատ այսինքն բաները բամը գտնա ամենադեն եւ գամանանք գլավոր ինտիմության մեջ են մարտիկ կրնա գտնալ նորեն փողով որովհետև ինտիմությունն է այսինքն իբրև կոռուպցիայի մեջ է որ քաշի իրական արգավ դա Թուրքիո մեջ թյուրին է ասի քրդական կողմից քիչ մը դժվար որովհետև իդեոլոգիական գաբով գապված է քրդական ասեն գուսակցության անդամները անի իդեոլոգիական գապ մնի բայց հիմա մյուս կողմը ոչ կեմալիստները գրնանք գարձենք որ իդեոլոգիական գաբով մը գապված են բայց ոչ եթե 2-3 հարված զարնես արդեն գծարվին ամենը քրդական գուսակցությունը որ կա ինչ է անունը հիմա դեմ եղավ դեմ պարտի ավելի առաջ HDP էր բիդի պագեին HDP էր բիդի պագեին իրենք սկիզբեն փոխեցին անունը չգիտեմ 20-րդ անգամ այդ գուսակցությունը ընտրությունների ժամանակ իրանց մենակ քրդերն են ընտրում թե թուրքերն էլ կան որ մեկ-մեկ ընտրում են հարգավ որ քրդական շրջանը իրեն մեջ արդեն ուրիշ մի հետերեժեն ու մեկ էլ քրդերը բոլորը այդ կուսակցությանն են ընտրում թե կան քրդեր որ նաև ուրիշ բաներ են կան քրդեր որոնք AKP-ին ընտրում են որոնք Էրդողանին գտան որովհետև քրդերու մեջ ով որ ավելի մուսուլման է գրոնական է անի գուտա Թուրքերը քրդերին Թուրքերն է քրդերին գտան բայց շատ չէ հարցը աներ արդեն ինչու քրդական գուսակցության վրա ջնշում մի ջնշումը փարսացուց Էրդողան, որովհետև դեսավ որ քրդական գուսակցությունը սկսավ թուրքերը քրդական գուսակցությանալ կվեդավ։ Եվ անի շատ մեծ հարցեր են համար։ Եթե նույնիսկ 3%-ը երթա իրենց, երևակայ վերջին ընդդություններին քրդական գուսակցությունը Թուրքիո երրորդ գուսակցությունն էր, երրորդ։ AKP, CHP, այո 17-18, որ իսկական 20-21 է։ Դագավին անանք բաներ կա որ օգտագործեցին ասի մեր այսինքն եթե չգիտենք ինչ կբադահի Թուրքիո մեջ մեր խելքը միտքը բան չէ բզդիկ խաղեր են ասոնք բայց նայ եգրաշարժ եղավ ընդդությունների առաջ Թուրքիո մեջ եգրաշարժ եղավ ասենք որ 3-4 միլիոն անց կա հոնդեղ պիտի կվերգե ամենը բեդությունը սա որ պիտի փոխադրվի հոսպիտ չմնաք փոխադրվին ուր պիտի կվերգեն ասմարտիկը Կացած տեղը սա որ ով որ արցանակրված է եկած դեղդ եւ ուր գրնաս ապրիլ գսեկը որ եգրաշարժ եղավ այլևս դուն չունիս քաղաք մա անտեպ բանը աֆյոն ուր պետք է տեղափոխեն բեդությունը գսեկը որ դու պիտի երթաս սա քաղաք հոմ պիտի ապրիս գսեկը ինքն է որոշում ինքը քեզի օպցիոններ գուտագո սա քաղաքները հիմա ան քաղաքները եթե ցուն բեդությունը գիտեգո եթե ցուն արդեն AKP-ցի ես եւ իրեն կվերգես ան քաղաքները գուղարգեգո որ քրդերը գաբրին որբեսի դու իր քվեները ավելնա եւ հետո քուրդերինը գսենգո որ միասին չկվերգեն ասելով ցունալ սա քաղաքները ուր որ քիչ քուրդ կա հոն գուղարգեգո որ լուծան բանը ինչ էր 5% պրոգրամացություն պիտի բայենք ցեղասպանության ժամանակ ինչու կորձերնի սնել էսով ուր պիտի բայենք անդեղ որ պրոգրամացություն չկա հոնկացեք միտքը նույնն է այսինքն պետք է ծրվե հետո ամարտիկ տող չկվերգեն եւ անանգել եղավ որ կոմպակտ չափն է ինքն է այսինքն բեդությունն է հանցավորը որ այս դուները գարուցեց այս քաղաքները որ եգրաշարժ եղավ եւ դուները որ փլվեցավ բայց ան քաղաքներեն այսին եգրաշարժ եղող քաղաքներեն բեդության բանը տեխնազուն դուրսելավ այսինքն բեդության տեխնազուն ստացավ եւ շատ քիչ կվեով ասե տակտիկա ասե հետաքրքիր բաներ են ասում չգիտեմ բայց փոքր խաղեր են որ շատ կդարբերի ընդհանրուլալով, որովհետև 1-2-3% գսես մյուս կողմեն քրդերը ունին 17-18% կրնա 20%-21% լալ։ Շատ մեծ հարց է։ 20% եթե եկավ քուրդերը, պետության համար շատ մեծ հարց է, որովհետև իրենք իդեոլոգիական կվերգություն ունեն, այսինքն բանիբես չեն ուզել գոպաժնվել Թուրքիայեն, իրենց բանը ասե մոտտոն որովհետև ասի մեր երկիրն է մենք կուզենք կո միասին ղեկավարել այսինքն օրտախ պիտի լա ոչ թե բան անորամար գվախնագո
Եթե բաժնվել ուզես, նեկոնե գսես գնա Սուրիա, գնա ոնդեղ։ Մարդը չուզեր գո, ասի իմ դունն է։ Բիդ գսեգա։ Դարքեր որտեղ օրինակ Իրաքում կամ թեկուզ Իրանի որոշ հատվածներում Սիրիայում հակառակն են, իրանք ուզում են առանձնանան։ Ճիշտ։ Բայց Թուրքիայում ասում ես որ չէ, ասում են չեն գնում։ Բայց Սուրիայի հարցն էլ անգեր Ռոժավան օրինակ համար երբ որ ստեղծեցին, Իրաքում բան կա, ավտոնոմ ռեգիոն կա, չէ։ Ճիշտ, ավտոնոմ ռեգիոն կա, բայց գաբված են ընդհանուր օրինակ համար Սանկտ-Պամոնագա Իրաքում ավտոնոմ ռեգիոն գուզեն, բայց չեն ուզեր բաժնվել Բեդությանն, որովհետև իրենց ապարատները կօգտագործեն։ Սուրիայում թե ինչ որի մասին է խոսքը։ Ավտոնոմ ռեգիոն։ Չէ, բանի Իրաքի մասին գսամ գո։ Ավտոնոմ են արդեն, բայց իրենց կորձերը pedagogan օրինակ համար նավթային իրանց մոտ է, դե իրանք եթե բաժանվեն այո, Դոգոսկու դան օրինակ համար Բեդության, երբ որ Դոգոսը Բեդությունը Իրաքի Բեդությունը բարձրացնել գուզեգո, հոպ գսենգո մենք կբաժնվենք, դոք բանգնենգո։ Է Սուրիայի հարցն անգել, իրենք չանացին դարիներով Էսադիել հետ ծև մկտնալ, բայց իրենք անցնատուղ չունեին Սուրիո մեջ քուրդը չի գար, անցնատուղ չէր դարգո քուրդերուն հայուներ օրինակ համար մենք արդեն ճանապարհը կտած էինք հիմա եթե իրենք գտնային ան ճանապարհը բոլոր այս հարցը չէր բադայր քուրդերը ուրիշ ծևով բայց հիմա Թուրքիայի քրդերը չեն մի քիչ չեն նախանձով չեն նայում Իրաքի կամ նույնիսկ քրդերին որ արդեն կարողացել են քիչ ավտոնոմիա ձեռք բերել հա հարգավ ասի ամենան գնանք ասել որ նախանց չէ բայց իրենց բանն է սանգսեմ Թուրքիայի սահմաններուն հիմա եթե նայենք եվրոպական սահմաններեն դուրս բոլոր սահմաններուն մյուս կողմը արդեն քրդերն են դիրապետում Հայաստանի Թալինի շրջանը քուրդ հայաստանցիներ գաբրին քրդախոս հայաստանցիներ ասենք եւ կամ Սուրիայի Ռոժավայի կողմը Թուրքիայի սահմանը քուրդերը գաբրին Իրաքի սահմանը Թուրքիայի հետ քուրդերը գաբրին Իրանի սահմանը ազերի թուրքերը եւ քուրդերը գաբրին ուրեմն քուրդերը արդեն սանկ պլանավորումը եթե տեսնանք իրենց քաղաքական շարժումին ցակումը 70-ներն առաջ եթե նայես արդեն ան ռեժիոնին դիրաբեդողն են մինակ մեջտեղը գողմը չի գա անորոմար գարկմադեն գսեմ գո եթե սահման բացվի Հայաստանի հետ ամենեն շատ դիրաբեդողը նորեն քուրդերը բիդելա բայց դիկրանագերտվան անոնք են արդեն հիմա գերտանգուկան գո ասմարտիգը ոչ առանց հարցի մինակ իրենց դեր դանը որ մինչև վերելալով հոպայի ճանապարհով չերտան ուղագի Վան Երևան տողնեսելով բայց հարցը այն է որ իրենց այդ ուրիշ բաներ ալ բիդելա որովհետև սահման կփանասկոյի վերջո ան սահմանի բացման ժամանակին Թուրքերու հետ աշխատել ճուզելը քուրդեր չեն ուզեր գո թուրքերու հետ աշխատել որովհետև Վրաստանի սահմանի մասին եղավ նույն հարցը թուրքերը անչափ դիրաբեդեցին որ Վրաստանը այլևս ճուզեր գո թուրք այսինքն քիչ մը քուրդ կա տամամ օքեյ բայց թուրք ճուզեր գո այսինքն թրիչկով մարդ կա ճուզեր գո որովհետև շատ բան բադայեցավ եւ սկսավ Աջարիայում ահագին բաներ կան որ կապիտալներ բաներ որ այո եւ կազինոներ կան որովհետեւ Թուրքիա չեն գնել գո կազինոներ տալ կազինո ստեղծեցին թուրքերն համար հողամաս կարնեն գո հետո ինչ աս բայրակտարը քնած on բաներ հոթելներով եւ բաներ բادرացած ասի դիրաբեդողն է գբادرացտեգո հետո թուրք կարնեն գո աշխատող հետո ամեն ինչ գդիրաբեդը ինչ կլագո ընդդություններու ժամանակ հոպայի միշկոն Բաթում ընդդություններու մեջ Թուրքիոն փանուներ խաղուներ այսինքն իրեն մարդը գուզեր գո ընդրվել գնաց դիրաբեդել նույնը Եվրոպայի մեջ հա Կոսովա ուրիշ Հունգարիա իրենց դեղերը կան այսինքն Բուլղարիա օրինակի համար ասե արդեն գմիչամդե ընդդությունների ժամանակ այլևս Վրաստանը չուզեր գոյնամ այս հարցը հիմա ինչ է մյուս կողմեր ուր որ քուրդեր կան քիչ մը Սուրիան Իրաքը անկորձիմաց հանդարտ է բայց չգիտեմ Իրանի մասին անչափ չեմ գարտացած նայ արևմտյան մամուլը որ նայում ենք մանավանդ այս մի ամիս առաջվա դեպքերին դե որ իմամօղլուին ձերբակալեցին բան սենց էր եթե Էրդողանին ընկալում են որպես ավտոկրատ ու
ու որպես իսլամիստ, որպես դիկտատոր մի քիչ համարյա նմանացնում են արդեն Պուտինին։ Իրանց տրամաբանության մեջ, այս արևմտյան մամուլի ու լրատվականների, որ դրա հակառակը պետք է որ լինի ամեն ինչով դրա հակառակը։ Ճիշտ։ Այսինքն, եթե Էրդոգանը ավտոկրատ է, ուրեմն Իմամօղլուին էլ ձերբակալել է, ուրեմն Իմամօղլուն դեմոկրատ է, Իմամօղլուն չգիտեմ առաջադեմ է, եվրոպացի է, սեն է։ Այդ որտեղից է գալիս այդ թուրք կարծիքը։ Եվրոպացիներուն միտքը։ Եվրոպացիները։ Ես անգսեմ։ Ես եվրոպական քաղաքացիության մեկ առաջին չեմ վստահիր երբեք։ Այս մարտիկ 1945-ին իրենք ցերկերը լվացել են եւ դուրս եկել են եւ որ երբեք մեմնա բادرام չնեն, բայց ամեն ինչն են։ Ես շատ լավ գիտեմ եւ լսած եմ ինքս, օրինակ համար Սելատին Դեմիրտաշը քուրդական գսակցության հին նախագահ, այսինքն պիտի ցերպակալվեր մարդը, մեկ ամիս առաջ Եվրոպա եկավ եւ հոստեղ Եվրոպայի parlamenti մեջ պիտի խոսեր, մարդիկ եկան, PS, ամեն ինչ Ուրսուլա վան դեր Լեյեններ եւ այն առանդեն ուրիշ թրկում ուներ գինը։ Հոնդեղ փակ շրջան մը եղավ։ Մե ամեն մարդ նստել է նոր recording չկա բան չկա։ Մարդուն ասում որ մարդը ասա որ ասի գրնալալ իմ վերջին ժամանցը սոստեղ, եթե վերադառնամ գերեւի պիտի ցերպակալվի։ Եվրոպացի բանը դիպլոմատը ասա որ Monsieur բան Դեմիրտաշ, եթե գուզեք որ ծեր ասկը քաղաքական արումով հարաճանա, դուք պիտի ցերպակալվիք եւ մենք պիտի շարունակենք համագործակցել Թուրքիայի հետ։ Մարտուն 30 գիտեին այսինքն։ Եվ մարտուն 30 գսենք որ դու պիտի ցերպակալվիս, ես քեզի պիտի չոկնեմ։ Այո, խոսք կնեմ, condemnation բաներ գնեմ, նգարներ բաներ նամակներ գուղարկեմ եւ այլ, բայց կորձս պիտի շարն անանգել եղավ։ Այսինքն որ մի կողմից Եվրոպան կարողանա Թուրքիայի վրա ինչ-որ լծակ ունենա, որ հենց Թուրքիան մի բան անի, որ եվրոպացիների դուրը չի գալիս, ասեն հա գիտես դու այնտեղ քաղաքական բանդարկյալներ ունես կամ հիմա նայ ինչ է լուծվեցավ։ Ասենք այդ հայկական ցեղասպանության բանը երբեն օգտագործում է Եվրոպացիները հա ամեն անգամ հանում են երբ որ Թուրքիայի քաղաքականությունը ինչ որ այլ հարցով իրանց դուրը չի եկել ու ասում են գիտեք հələ մի հատ հիշեք 15 թվականին ինչ է կարել ասի Կիպրոսի հարցը ճիշտ փոքրամասնություններու եւ մարդկային ազատություններու հարցին շուրջ խոսելու եւ այս զենք օգտագործելու համար նախ պետք է թիմացինը այսինքն Թուրքիա քիչ մը դեմոկրատիկ լա եթե արդեն մարդը գսեգո ես դեմոկրատիկ չեմ այլևս ոչ մի բան օգտագործել զենք չունիս արդեն անիալ Էրդողանն շատ լավ գիտեգո ցերկետանի գարնեգո չեմ ներգո որ ինչ որ ուզես չպիտի չծկեմ աս մարդիկ գսեգո հետաքրքիր իմ գարտիկով իրեն գուզենգո Էրդողան որ մնա որովհետեւ եթե փոխվի այո եթե փոխվի բոլոր այս համակարգը պիտի փոխվի եւ նորեն պետք է սկսին ինչ ով գնե անորոմար օրինակի համար շատ հետաքրքիր է ով որ պիտի ընդրվի Թուրքիո մեջ նախ կերտայի Ամերիկա ընդդություններն առաջ մեկ հատ հոնդերեն գասկնաս որ օքեյ այս մարդը պիտի ընդրվի հետո գուկա Եվրոպա գխոսին դագավին կանդիդայի ասմա տեխնազու եւ ոչ մի բան չունի տիտր չունի ինչով կդեսնվի գո դիպլոմատները գսեն այսինքն իրեն ջամպա ցույց կտան եթե իրենց ուզած մարդը չէ պիտի չօգտագործեն եւ պիտի չօգնեն եւ ասի վատ գերբով չեմ սերգո որովհետեւ ասի եվրոպացիին եվրոպացին ալ իրեն արժեքն է ինչու օգնե թուրք ինտիմությանը որ իրեն ոչ մի բան պիտի չեպերը եվրոպացին ինչ է իմիգրանտները սուրիացիները Թուրքիո մեջ բահելու համար օքեյ փողը գուդաս կբահե եղբայր ասա գուդա մյուսին ալ գուդաս անի կարևոր չէ բայց Էրդողանին այդ ինչեր լուծվեցավ մեկ հատ անին այնք այս երգիրը 50 տարի եկան այս երգիրը Թուրքիան այսինքն 50 տարի եկանակը Եվրոպա մտնալ 50-20 ինչ են Եվրոպա մտնալ գուչանակը Էրդողանին այդ հարցը լուծվեցավ արդեն անցյալ շաբթվա մեջ քաներորդ 15-րդ 14-րդ ինչ է ռապոր մելավ եվրոպական եւ մեջը գսեկո որ այլևս մենք պետք է Թուրքիոին նայենք իբրև պարտներ ոչ թե տեխնազու երգիր
նայ վերջացավ, այսինքն հարցը վերջացուց։ Էրդողանն ալ լավ է, այս խոսքով Եվրոպացիքն ալ լավ է։ Ինչ եղավ, անադեն գծա վերջերս էլի ակտիվացրել են այդ ուզում են էլի Եվրոպայի Եվրոմիության անդամություն էլի բանան են։ Այո, նայեք բանը Մակրոնը գսեր 2-3 տարի առաջ գսեր որ այս հարցը պետք է լուծվի, պետք է Թուրքիան իբրև ոչ թե տեխնազու ինչ corporate partner անկամ այսինքն ֆինանսական առումով օգտագործելու արևդուրի պարտներ թողնա անորամարալ սա բանը պետք է անցնի գսերգո այսինքն արևդուրական resolution-ը պետք է անցնի գսերգո անանգալ եղավ լուծվեցավ Եվրոպան ալ հիմա կոհե Էրդողանն ալ կոհե քիչ մը հերացավ Եվրոպային բայց ասիսել որ Եվրոպային հերացավն է ուրիշ տեղեր գերտա անորամար գերեվի գճանան գապաստելու անալ ինտիմության հետ միասին Ամերիկայան նույնն է իմ կարծիքով երբ որ իրենց շահը գտեսնան իրենք պիտին անորամար եվրոպացիքին պետք չէ նայենք ոչ մի ես չեմ նայր այսինքն իրենց ասածին գնայım իրենց հասկանալու համար բայց ոչ թե Թուրքիո մեջ ինչ կլագոսելով որովհետև ամենան եվրոպացի մարդը Օսման Կավալան էր որ ամեն օկներ դեմոկրատիկ իմ միտքիս մեջ եթե դեմոկրատ պիտի գոչես մեկը Թուրքիո մեջ Օսման Կավալան էր օրինակի համար մարդը նեցն է քարի Չիմացողների համար եթե Օսման Կավալան այն մարդն է որ ինքը ֆիլանթրոպիստ մն է որ անադոլու կուլտուրասելով միություն ուներ եւ կոկն է բոլոր դեմոկրատիկական շարժում չսենք ծրագիրներուն փոքրամասնության հայ գագան ծրագիրներուն օրինակ համար Թուրքիա-Հայաստան ծրագրերը դակավին նոր գսկսեին ինքն էր որ օքեյ որքան պետք է երթան գնենք Հարց պետք է երթանք Չարենցին դու պետք է գտնանք երթանք գտնենք մի խումբ կազմենք Հայաստանեն թողքան մեզի սորվեցնեն ինչ ասելով այսպես մարդ մներ եւ մարդը պանդարգեցին դակավին այսօր ոչ մի բան չի գա բահան ինչու պանդարգված է դակավին ոչ մի բան չի գա գսենք որ գեզի անդամ էր գեզիի ժամանակին որ Էրդողանի թեմ երդասարտները դուրսելան փողոցներելան գսեն որ ինքն էր որ ֆինանսավորողը բայց ոչ մի բան չի գա թուղթ չի գա եւ կամ ոչ մի բան չի գա եւ ինքը բանն է 7 տարի եղավ արդեն օրը եւ իմ գարձիկով ոնդեղ վերջացավ Եվրոպան չգիտեմ քանի անգամ նամակ գրեց քանի անգամ քնած Թուրքիո խոսելու համար սկեք այս մարտսելով վերջացավ հիմա արդեն շատերը չեն խոսիր իրեն մասին որովհետեւ ավելի մեծ հարցեր կան ուրեմն ինչսի ասեր մորացան ժողովուրդը մորացավ հիմա 7 տարի է եթե բանն է եթե 15 տարի մնա բանը նոր սերունդը պիտի չճանչնա ինչու այս մարդողներ ինչու չլսելով վերջ արդեն իրեն բայկարն այս ծավով ինչ կսեն social debt անանք բամը այսինքն իրեն բայկարն ալ պիտի մորնան մարեցվեց Այժմ ներքին քաղաքականությունից ահագին զրուցեցինք ուզում եմ մի քիչ էլ արտաքին տրամադրվածությունների մասին պատմես Թուրքիայում օրինակ ինչ գաղափարական տարբերություններ կան արդյոք կան չկան Թուրքիայի արտաքին կողմնորոշումների մեջ օրինակ վերջերս նկատվում է որ Էրդողանի կառավարությունը շատ մերձեցել է Չինաստանի այս առանցքի հետ դրա մեջ նաև ուրիշ բաներ են մտնում ասենք Չինաստանի առանցքի մեջ կարելի է համարել Ռուսաստան, չգիտեմ Պակիստան որքան էլ զարմանալի կարող են նաև Իրան որ Թուրքիան ու Իրանը միշտ իրար հակառակ են եղել ինչ բաներ կան այսինքն արդյոք ընդդիմացողներ կան այս գծին որովհետև Թուրքիան մինչև հիմա մնում է ՆԱՏՕ-ի անդամ չէ ու արևմուտքի ամեն ինստիտուցիոնալ բաներով կապված է արևմուտքին բայց քաղաքականությունով իրանց ռեալ քաղաքականությունով ու մշակույթով ավելի ոչ արևմտական են Գարձեմ հիմա իմ մասնակցությունս չէ, բայց ինչ որ գտեսնամ, ես անի գրնամ քիչ մեկնաբանել։ Մի քանի անգամ սա էր, որովհետև Թուրքիո արտաքին քաղաքականությունը փոխվեցավ մի կոնե 5-6 տարի առաջ։ Երբ որ Գյուլենիստ 2016-ին
երբ որ գյուլենիստները դուրս անեցին Ղարաբաղութենային, քաղաքականութենային եւ այլն, այլևս Էրդողան բոլոր պոստերն ամենտեղ իրեն մարտիկը բերավ։ Ինչպես Թուրքիո մեջ ինչպես կքննադատենասիգա, գսեմ որ օքեյ, իրեն մոդի գեղող 2-3 մարտ դրավ Բրյուսել, հետո ուրիշտեղ մարտ դրավ իրեն մարտիկը, որոնք մինակ իբրև ֆունկցիոներ բիդել, այսինքն ինչ որ անսե պիտի թելատրեն։ Բայց ասի իբրև իրեն աշխատողները, Թուրքիոյի ներկայացուցիչները, ամբասադները գտժվարանան գարկմադեն փոխանցելու, որովհետև անանք բամը գուկագով որ անանք Թուրքիայեն չեն գրնարգո ասի բացադրել դուրս Եվրոպային, Ամերիկային, ինչպես պիտի բացադրե։ Եվ անոր համար իրենք մեջ են գհանենգո այս դիպլոմատները ասենք եւ գսենգո եթե ուղագի բամը պիտի խոսվի Էրդողանին հետ խոսվի, այսինքն Գերմանիա եթե լուր մունի պիտի դա տեսփանադուն չիգա կնա Էրդողանին հետ խոսե մեզի մեջը միտներ նույնիսկ ոս Բելգիկայում եւ գամ ուրիշ տեղեր անչափ շատ օրինակի համար դուրսելով լրակրողներուն բաներուն փանդարգության համար Ինտերպոլ դովին սադովին որ ասոնց ամենը հետևելը Թուրքիայի տեսփանադան կորձն է բայց իրեն դեղը չէ այսինքն չգրնար տեսփանադունը Ֆրանսիայի մեջ Գերմանիայի մեջ Էրտա մարդ գտնա եւ արնե Թուրքիոդանի որբեսի բանը թադավարդվի եւ այլն բայց ասի արդեն գդրվեցավ բայց պետք է տեսնանք ուրիշ մի բան որ Հական Ֆիդան անունը Հական Ֆիդանը Թուրքիոյի բանը չէր հետախուզությունը չէր այո եւ միտին այսինքն Թուրքիոյի բան հիմա դարավ արտաքին գործ այո հիմա դարձավ արտաքին գործերի նախարար ինքը արդեն անգլոսաքսոն բեքգրաունդը մուկակո այս մարդ ժամանակին Անգլիա մեջ ապրած աշխատած Անգլիա Ամերիկա հարաբերություններ Թուրքիոյի հետ ոնդեղ աշխատած think tank-ներ եւ այլն հազարավոր այսպես գործերից մեկն է եւ հետաքրքիր էր որ վերջին անգամ որ ինքը արտգործնախարար դարձավ արդեն անգլիական ուժով եւ ջնշումով ինքը արտաքին գործնախարարություն դարձավ որովհետեւ Այն ժամանակին գխոսվեր գարտեն, այսի երկու ընտրություն առաջ, որ առաջին անգամ գխոսվեր գո, որ գամ ինքը, գամ Հական Ֆիդան գրնա տեգնազուտանալ Էրդողանին թեմ, գրնալալ, և գամ ռազմական ուժերեն, այսին գեներալմը գա, որ ինքը բիտաներ։ Հիմա Հական Ֆիդանը արտաքին գործոսնախարարություն ունելով, այս գործը լուծեց, որովհետև ինքը արտաքին գործոսնախարար է, մյուս արդեն ցկեց գործը եւ իրեն պես անտրավ արդեն բայրակտարը Սելջուկ բայրակտարն է հիմա այո աշխատողը այս հարցը հետաքրքիր է որ Հական Ֆիդանը որ ասչափ միջազգայինաժանսներով աշխատելով շատ բան նի դիրաբեդողն է նույնիսկ Իրաքի Սուրիայի մեջալ Ասի առաջինն է, նույնիսկ Հայաստանի մեջ։ Ես գիտեմ, որ մի քանի անգամ այցելած է Հայաստան, Արտաքին գործոստնախարարութենեն առաջ, այսինքն տիտրություններ դակավին, որ այս մարդը ինչպես աժանալով կկարգո, այսինքն։ Ասի դարձավ ուրիշ մի բան։ Երկու հարց եղավ, դիպլոմատիկ հարաբերությունները շատ դարբերվեցան այլևս։ Գարելի չէ, ես ասի գլսեմ գո եվրոպացիներեն իրեն Եվրոպացի աշխատողներն եւ դիպլոմատներն որ այլևս խոսելու գարիք չկա, գարելիությունը նույնիսկ չկա, մենք նույն լեզուն նույնիսկ դիպլոմատը լալով չեն խոսի գո։ Գիտես բան մգա, այսին որակ մգա, level մը ունին այս մարտիկը խոսելու։ Անի բան մգսե, անի բան մգսե թուղթին վրա ուրիշ կելլացա։ Անանք բան մնալ չկա այլևս։ Մենք գխոսիս, բայց չես կնարգո համակորզակցել իրար հետ։ Հետո նային ինչ կլագո որ Իրանի հետ եւ գամ Չինաստանի հետ գարձեմ հոստեղս եմ սանգնայինք ես իբրև հայ եւ Բելգիկ ապրող մեկը լալով գսեմ գո բայց եթե դեսնամ Թուրքիո քաղաքացի Թուրքիո ապրող մեկը լա այսինքն իրենք քվեդը գողաս 47% մարդիկ այս մարդը Ուկրաինայի բادرազմի ժամանակ նյութր մնաց եւ երկու կողմը զենք ձախեց Ղարաբաղի բادرազմի ժամանակ ազերիներուն օգնեց հիմա Թուրքի միտքով եթե լսես երգիրի է դարավ ասանք բամը Թուրանի մոտ գերտանկո 100 տարի չգրծավ Աթաթուրքը չգրծավ այս մարդը մեզի առաջ դարավ գրնասել ռուսերու հետ լավ է հիմա
այսինքն եվրոպացիներն այդ գրնագալ խաղ խաղալ իրենց սա որ ես սուրիացիները պիտի բռնեմ դուք ինձ փող պիտի դաք բայց ժողովուրդը բան չներ չբրբդեր այլևս որ սուրիաներուն համար փող արավ որբեսի բայենք բայց այս փողը ուր գնաց ինչ եղավ ինչու մենք աղկադենք ռուսերուն այդ գազի հարց գլուզեգ օրինակ բայց ինչու մենք մեր գազը եվրոպային ամենն տանկն է դակավին չի խորիր գասիգա մինակ կսեգո որ աղկադեմ օրինակ դա կրկիրաս է Երևակը ռուսերուն հետ շատ լավ հարաբերություն ունի, բայց Եվրոպայի ամենան թանկ գազը Թուրքիո մեջ է։ Նույնիսկ իրենք ալ գազ ունին, այսինքն։ Եվ ամեն դարի մեկ անգամ Էրդողան գելլա Սևզովյան շրջան, գսե որ հոս գազը կդանք զովի մեջ, բիդե աշխատին գասոր վրա եւ այլն, բայց ան գազը հանելու համար էկիպման պետք է։ Վերջին անգամ իմ քրությունները մեկս էր 2 տարի առաջ Անգազ անելու համար էկիպման պետք է։ Անգազ անանք դեղ մնա Ռուսաստան, մյուս կողմը Ռոմանիա, ներքև Թուրքիա։ Ճիշտ մեջտեղը դեղ մնա ծովին մեջ։ Այո, Սերձովին դեղ մնա։ Հանելու համար էկիպման պետք է, մեկը պետք է։ Այս կորձը ունող երկու հատ մեքենա գա, այսինքն երկրակունդի մեջ երկու մեքենա էլ չէ, այսինքն սիստեմ գա, մեկը ամերիկացիներունն է, մյուսը ֆրանսացիներուն։ Երկուսն թեմ են աս կորձին, որովհետև Ռուսաստանը գա մյուս կողմը։ Չես կնարգո հանել գազը, բայց անի գուկագո գսեգո Թուրքիա մեջ գազ անեցինք, չգիտեմ որքան մետր կյուբ գազ ունենք, այլևս 2-3 տարի վերջը այլևս Թուրքիա մեջ գազի փող պիտի չվճարեք։ Հոպա։ Բայց ամենն թանկ գազը կվճարի։ Մինչեր գրական ծովում էլ չէ, Հունաստանի հետ ու Այո, օրինակ համար։ Եվ գամ։ Ինչ է, այսինքն ասի ես անան գտեսնամ գո, որ ասի իլյուզիոն մնե, բայց խաղը լավ գխաղագո ասմարտը, այսինքն Էրդողանը, բայց իլյուզիոն ունի։ Վերջերս ինչ լսեցի, հետաքրքիր է, Եվրոպան իլյուզիոն մը գնեգո, բայց Եվրոպան բյուրոկրասին անչափ հարացած է, որ լավ եւ կամ վատ, անչափ հարացած է, որ կորձը ուրիշ տեղ են գահարացածն է, օրինակի համար։ Հունաստան, գներես, Գիբրոս, երկու մաս ունի, թուրքական մասը եւ հունական մասը, այլ Գիբրոս officially, այսինքն Գիբրոսը հունական մասն է։ Թուրքիո գողմը աբրողները իրենց պասպորտներ ունին, բայց դուրս պիտի ելան, հետո ետ պիտի վերադառնան։ Ինչ կլագո Թուրքիա գերտանգո, Թուրքիան Եվրոպա գոկանգո։ Իրենք մասնավոր թուղթեր ունին, որ գարենան եվրոպացի պես երթան կամ որովհետև երկու գողմը գղզին զատ մնալու համար քվեադություն ըրին, այսինքն ինչ ռեֆերենդում ըրին, բայց չեղավ թուրքերը չընդունեցին եւ դակավին 40,000 այո 40,000 թուրքական զինվոր գա Գիբրոսի մեջ, այսինքն թուրքական գողմը հիմա Թուրքիան ասիգա գոկտակորձե ինչպես գոկտակորձե Թուրքիային ոնդեղ բոլոր այսինքն դրակ կարտելները եւ այլն կազինոյի կորձեր ամենը հոնեն բոլոր սև դրամը Թուրքիան հոնդեղ են գծախսի Եվրոպացին ինչ կնեգո գարձես որ հիմա Դուրսեն նայես կգարձես որ Եվրոպացին փամը չգրնար գոնալ աս Գիբրոսի հարցը չլուզվեցավ 40 տարի եկսես արդեն աստարին գարձեմ 40-ը 74-ին էր չէ 50 համար 50 է անան 50-ամյակն է անցավ ինչ կնեգո Եվրոպան հետաքրքիր բանը այլևս Թուրքիոյի քաղաքացիներ եւ կամ թուրքերը որոնք գաբրին Գիբրոս գղզի մեջ երբ որ դուրս ելան Թուրքիայեն նույնիսկ Թուրքիայի վրա են Թուրքիոյը գազադենին իրենց մե վիզա եվրոպական վիզա գուզեգո եթե Եվրոպա պիտի լաս եթե Եվրոպայան պիտի վերադառնաս Գիբրոս այսինքն թուրքական կողմը Թուրքիո գերտասկո Լևկոշը պիտի երտաս թուրքիական կողմը Թուրքիո պիտի երտաս Բոլիսկիչնեգո մարտը Ֆրանսիան պիտի երտա Բոլիսկիչնեգո թուրքական Թուրքիայի паспорт ունի ցույց կտա որ Լևկոշը պիտի երտա Turkish Airlines-ը գսեգո որ եթե եվրոպական անցքի թուղթ չունի չեք կնար մտնալ որովհետև գղզին եվրոպական զոնա Եվրոպացին ջունշերը Turkish Airlines-ի որբեսի եթե գուզեսկո որ international flight-նես իմ բաներով բիդնես Թուրքիոյի մեջ բոլիս մարտը թուրքական паспортով չգրնար գորերտալ Գիբրոս վերջ բյուրոկրասին խաղաս է Եվ ինչ կլագո Գիբրոսը ժեոգրաֆիկ լալով ընդանուր գղզին Եվրոպայի անդամ է եղավ եւ առանց վիզայի չես կրնար գոմտնալ վերջ Բայց Կիպրոսի թյուսիսային մասի բնակիչները իրենց ազնագրերը ինչ են թուրքական են թե թուրքական Գիբրոսի թուրքական
Կիպրական։ Հա, բայց Գիբրոսի թուրքական մասը իրեն անձնագիրներն են, թե նույն թուրքական անձնագիրներն են։ Չէ, ինքը քիչ ավելի դարբեր է։ Մերին բանի պես Հայաստանի 10 դարվա паспортով դա եւ քաղաքացիական паспортի պես։ Շատ տարբերություն չկա, բայց վրան գրեգով որ արդեն Գիբրոսի բան է։ Չէ, արտասահման օրինակ նայ բաները Արցախում Արցախի մեր հայրենակիցները իրենց ազնագրերը հայկական ազնագրեր էին։ Այդ նույն ազնագրով այնտեղ գրած է, ասենք ծննդավայրը կամ Մարտակերտ կամ Մարտունի Շուշի, բան ինքը մտնում էր, ասենք Հայաստանում ցանկացած Գերմանիայի դեսպանատուն, իրեն չէին ասում, չէ, գիտես, այս բան չի, ճաշված չի բան։ Իրեն եթե համապատասխանում էր բաները, վիզան խփում էին, ինքը կարող էր գնալ Շենգեն այլ երկրներ։ Չէ, անհանգալ նույնն են, այսինքն թուրքական паспорт ունին, անով դուրս պիտի ելա, բայց կգրեգո որ ծնունդավայրը Լևկոշը, Նիկոսիա, անանգդեղ, այսինքն գգրեգո, բայց հիմա դուրս ելածադենը եւ յետ մտածադենը հարց կբադայգո, ասի իմ գարձիկով եվրոպական բան մնե։ Հարաճացում մնե, իրեն քայլ մնե, որ գսեգո որ Գիբրոսին նա է, ես քեզի գջանչնամ եւ ընդանուր գղզին իմ զոնս է գսեգո, Հունաստանի համար է շատ մեծ վին-վին բան մնե, կորզ մնե ասիգա, եւ ասի Թուրքիո մեջ ոչ մեկը չի խոսիր գո, շատ մեծ հարց է, 50 տարի է հոնես 40,000 զինվոր ունիս գղզի վրա եւ չես կրնարգո դիրաբետել բյուրոկրատիկ լալով, ինչ կրնա ֆիզիկական լալով գդիրաբետեգո, այսինքն ֆինանս եւ այլն, բոլոր կորձերը ոնդեր գտանանգո, բայց այլևս Գիբրոսի թուրքերը ունից չեն ուզեր գո Թուրքիոն հոն, որովհետեւ իրենք ալ հասկացան որ բոլոր վատ բաները ոնդեր են գոկագո իրենց բոլոր լավ ինչ որ գնենգո տուրիստական եւ այլն բաները ամենը Հունաստանի էդեն, հույներու էդեն, հարավային մասի էդեն։ Ասե եւ ուրիշ արդակին կորձոց հարցերուն եթե մտնանք Հայաստանը գա, Իրանը գա, Իրաքը գա, ասոնք մեծ կորձեր են, ասենք։ Չէ, այդ փոքր կամ միջին այդ հարևանությունը հասկացանք, բայց ընդհանուր մեծ աշխարհքաղաքական ուղղվածություն ու կարծիքով չունի Թուրքիան։ Այսինքն որ դու ասում ես եվրոպացիների հետ լավ խաղ է խաղում, բայց իլյուզիա է, ասենք Չինաստանի հետ լավ տալի առնում է, բայց այսինքն ինքը իր անձնական խաղն է խաղում, թե ինչ որ առանցքի մեջ իրեն պատկերացնում է, ասենք ՆԱՏՕ-ի արևմտյան առանցքի մեջ կամ ասենք Չինաստանի առանցքի մեջ։ Չէ, ինքը իր առանցին է, այսպես ասեմ, որովհետև որ ընդհանուր քաղաքական իդեոլոգին գազմող խումբը այլևս ոնց չէ, այլևս չի գա, ինքն է գազմողը, այսինքն ասիլավ է երկրի համար ունենք, հիմա ինչ պետքություն ենք, փողի պետքություն ենք, երտանք Սուդի Արաբիա իրենց հարցնենք, հոնդեղ երտանք իրենց, Սիսին գահայհոյեր, հետո ցեր կտոտվեց Եգիպտոս։ Էսադին նետ միասին ջաշկուդեին երկու շաբաթը մեմը, հետո Էսադը վատ դարձավ։ Ամեն ինչ կնալալ, եթե փողի պետքություն ունի, գպագե ամեն ինչը եւ գարնեանի գա։ Բայց ասի գներես մի 10-20 դարվա հետո նայելու բամուչունի։ Միականն է որ օրը անցնելու հարց է, այսինքն այսօր անցավ վաղը ինչ պիտի ենք վաղը հետո ինչ է արդեն եթե Երևակայ ենք քիչ մնալ այս ռեժիմը ձերացած ռեժիմն է այդ ձերը եթե չգրնարգո երկար է մնում այդքան լճանում այո որ քիչ ավելի հերուն չգրնարգո տեսնալ հա Չինաստան ավելի իրեն տեսնալիք ամենեն հերու դեղը պանթուրքիզմի բանն է որ այս դարաշքը անցնինք մի այո անցնինք ծովի մինչև Էրթանք Տաջիկստան եւ այլն անգողմերը Չնայած Տաջիկստանը իրանական ժողովուրդ այո մեմնա մարտոց արցնենք Տաջիկստանը այսինքն ասանք դուրսեն խոսիլը դրուն է Տաջիկստանին մի քանի հատ research բան թուղթ կարտաս մարդիկը չեն սիրել գո Թուրքիան եւ գամ Ռուսաստան երբեք չցկեր Տաջիկստան որ բաժնվի քաղաքացիական բաներով մենտալիտետով եւ Թուրքիային բանտը այլ հարց է բայց ճիշտ է որ Տաջիկստանում ոչ մեկ էլ չի ուզում եւ անորամար բան է ռեգիոնալ լալով բոլոր բուզդիկ խաղ նայեք դե ամենամոտ է իրենց Ադրբեջանն է նույնիսկ ամենամոդու չէ երկու շաբաթ առաջ բանգար երկու շաբաթ առաջ դակավին թերթի մեջ կար որ Ալիևը շատ բարգացած է Էրդողանին որովհետև այս բոլոր
Ղարաբաղի մասին ինչ որ ինքը օգնեց, հիմա շատ կօգտագործեգո ասիգա, մենք Ադրբեջանը, մենք գրինք ամեն ինչը եւ այլ, բայց նույնիսկ անժամանակ չգարձենք, որ Ադրբեջանը ուղղակի իրենց շահերը կրկրելու համար ամեն ինչ կրնալա, բայց անժամանակին նույնիսկ Էրդողան գնաց Ադրբեջան, երբ որ անցավ սահմանին դեղ մդարավ Ալիևանիգա իրեն գնոջ հետ միասին օտոբուսի մեջ կերտանգո եւ այլն Էրդողան գսեգո ասչենքերը ով գշնեգո գսեգո Ալիև գսեգո քո բաները դեն աշխատողները դեն Թուրքիայի ամենամեծ շինարարության խումբն է Էրդողան գսեգո առանց ինձ հարցնելու եկան հոստեղ բան գշ փողի վրա է որովհետեւ առանց ինձ հարցնելու ինչու իմ մարտս չկնաց ոնդեղ ընելու կորձը ըսելով եւ իրենց բահը անե այսինքն այս իրենց գարդաշուցած դեղ մուկա բան է գհերանա որը ի վերջո անանկարծ մնական նույն դեղն ալ չեն մեկը գսեգո թուրքու ես եմ մյուսը գսեգո թուրքու ես եմ տուն որն է բզդիկ եղբայրը որն է մեծ եղբայրը գվիջաբանինգո նույնիսկ ակադեմիկական գա հարգա ադրբեջանցին ասում է Թուրքիա ես եմ դու չես հա այո օրիջինալ թուրքը ես եմ դու չես կսեսկո մյուսը չգիտեմ բայց ասանք բաներ կան որ հետապան նայ հետաքրքիր Լինդայինը 2012-ին եւ կամ 3-ին բոլիսն ենք անդարի ցեղասպանության համար 24 ապրիլին ֆրանսական տեսփանադան արչև բանգա գահավաքվին գոմարտիկը առաջին դարիներեն մեկներ որ դակավին մարտիկ գրնան գո հավաքվիլ եւ բողոքել կոնե commemoration լալով մի ամիս առաջ երկու ամիս առաջ ասանկամալ ազերիները գահավաքվեին գայլեին իստիկլալ բողոդայում հոջալի համար ցերկերնին տրոշներ եւ այլն ես լրակրող եմ անադեն կամերայի գարնեմ գո մարտիկ ինչ կսեն գոսելով Լինդանգովը ըսավ ես պիտի խոսիմ Տագավին YouTube գաս ասիգա օքեյ արավ միկրոֆոնը կնած մեկուն հետ խոսի գո ազերի է մարտը Թուրքիո գաբրիգո կխոսիգո գսեգո սանք ինչու գնես ինչ եղեր է եւ այլն ամենը բան գսեինգո հա թուրքերը ցեղասպանություն հրած են արդեն բայց հոջալու մերն է բայց հասկացար իրենց բանը մինչեւ հոս է այսի ավելի բան գամ ինքը չգիտերգո այսինքն կարողությունը Թուրքիային գամ իրեն ումրը չէ որ անիալ բան է ուրիշ բան է 2012-ին դակավին ոչ մի բան չի գա այսինքն մինչեւ հիմա եղողները չգան այսինքն երբ որ կայլում են ոնդեղ մարտիկ ինչու կայլեն հոջալուն ուրե կիդեգո արդյոք անդղան եւ գամ բանը ինչ է կիդեգո արդյոք ինչու գնեգո ան կայլի կիդեգո ոչ բայց այս իդեոլոգիական միասնությունը դեղ մնե եւ գգենա եւ շատ թյուրին գրնա բաժնվել միակ իրարու միացնողը հայկական թշնամությունն է հայութեմ թշնամությունն է մինչեւ ասի ցեղասպանությունն լա եւ գամ բادرազմն լա եւ գամ ուրիշ բան լա առանց թշնամության չեն գրնար բահել նույնիսկ իրենց սերունդը ես ասի գսեմ այս պատճառով է որ 5-րդ տարին ցեղասպանության համար երբ որ ժողով վիդելար բոլիսը 24 ապրիլին նույն ժամանակին Լոս Անջելեսի հայկական դպրոցներուն ասկայնամոլները կացին բادرում վուրապաներ գրեցին թուրք ասկայնամոլները նույն բանը անադենալ նույն բանը գրած է 2015-ն անադեն չէ որովհետև գուզենգը որ թշնամությունը մեր մեջն ամտնա եւ հավերժ մնա թուրքի դեմ թշնամությունն որովհետև մինակ գերբն է որ իրենք գրնան բահել իրենց այս ցերպով եթե այսինքն գրնաս ասել որ Ադրբեջանին ես նայեմ կներես բայց Ադրբեջանի հենց հիմիկվա ընթացող այդ էթնոգենեզիսը որ իրանց ազգ է ծնվում չէ նոր թևավորվում ու շատ մասնագետներ ասում են որ այդ ամեն ինչը հիմնված է մեկ բանի վրա հայատյացություն այսինքն հայերին ատել եթե դա հանում ես մեջից ադրբեջանցի չագերտավոր կոչված ազգ կամ հարություն չի կարող թևավորվել շատ տարբեր բաներ են մարդիկ են ճիշտ ինչու որովհետև չեն գնար նույն բանն է մինակ թուրքերու ադրբեջանցիներու հարցը չէ ուրիշ ազգեր ալ գնեն գասիգա բայց հետաքրքիր աշխատանք մնե որ սա է այսինքն առանց թեմդ մեկը տնելու չես կրնարգո քո ինքնությունդ բահես հիմա
կամ Թուրքիայի հարցին։ Օսմանյան գայսության մեջ հրյա, հույն, չերքեզ, ջեզվիտ, լադինո, ալբանացի, հայ, ամեն ինչ կա։ 1912-ի դատաներուն գնայիսկո կորձի բիզնեսի ամենը գրեթե հայ հույն եւ հրյաներու ցերկն է ինչ է եւ 1453-ին հիմա մարդիկ կխոսին 1453-ին երբ որ Ֆաթիհ եկավ արավ եւ այլն օքեյ Ֆաթիհ եկավ նստեցավ բոլիս նստողները ինչ եղան Կոստանդինոպոլցիները ուր են մնացին ինչ եղան ամուսնացան թուրքերու հետ հիմա ռաս այսինքն բանը ինչ ուր են ցակեցավ այս թուրքերը հետո անանք մի եղավ որ այն գեոգրաֆիի մեջ այն բանի մեջ միասին ապրող ասկերը բան մգազմեցին եւ ոնդեղ են ասիելավ օքեյ գար մի թուրք առաջ գար բայց թուրքերը հիմակվա Թուրքիայի չեն իրեն կալքի դենգո այսինքն հայերը գային մեդերը գային մեդերը քուրդերն են գան այսինքն գային հոնեգան օքեյ նույն սևը միշն է եթե թեմը բան մտնես անի իրավ այսինքն Աթաթուրքին Քեմալ Աթաթուրքին հրացնա նույնն է թեմը մեկը տնելով ասկը համախմբեց եւ ասկ եղավ այսպեսով հիմա նույն սևը բայց հարցը այն է առանց թեմը մեկը տնելու դու գրնաս քո ինքնությունդ պահել նայ մենք 15-ին առաջ թեմերնից մեկը գար հայերուն նո արամեյաններուն մեդերուն այո ամենադեն գրիվներ բادرազմներ եղած է բայց մեր ինքնությունը գազմված չէ ուրիշ մեկ ասկին ինքնությունը ոչնչացնելու վրա մեր ինքնությունը ասոր համար է որ մենք ասչափ բادرազմեն ասչափ թշկուտենեն ասչափ թշպախտուտենեն հետո դակավին գրնանք շարունակել մենք գլալ բայց մյուս կողմը որտեվ շատ դժվար է նայ այսօրվա Հայաստանը որ նայում ես սոցիալական կամ տարբեր ծագումներով բաներով ճիշտ է բոլորը հայ են բայց մի մասը ռուսա Հայաստանի մնացորդներն են մի մասը Կարսի ժողովուրդն են մի մասը չգիտեմ Կարինից եկածներն են մի մասը Պարսկահայքից եկած գնացած չգիտեմ այնտե Գանձակից էս կողմ Արցախ բան խառը բան էր որ 1918-ին առաջի հանրապետությունը կազմվում է այդ ժամանակ ժողովրդագրական առումով ընդհանրապես այդ ժողովուրդը ընդհանուր ոչ մի բան չուներ իրար հետ շատ ֆրագմենտացված հասարակություն էր բայց այդ դժվարությունը ու ճիշտ է ուներ արտաքին ընդհանուր թշնամիներ բան բայց այնպես չէ որ այդ թշնամիները նոր էին առաջացել բայց ու մենակ այդ թշնամիների վրա չէր որ ինքնությունը խարսխված էր այսինքն շատ այդ հին ազգերի բանն է երևի որ բայց ասա ավելի շուտ ձևար որտեվ ընդունված է չէ շատ այդ էլ մի քիչ թուրք կարծիք է որ ասում են 19-րդ 18-րդ 19-րդ դարը Եվրոպայում ազգայնականության դարն է, որ ասենք նացիոնալիզմները կազմվում են, առաջ դե Եվրոպան բաներ, ասենք կայսրություններ էին ավստրո-հունգարական, այնտեղ Գերմանիայի այդ սուրբ հռոմա գերմանական կայսրությունները, Ֆրանսիան թագավորությունը, լավ, Անգլիա, բայց մի քանի բաներ են, ասենք չկար այնտեղ չկար Չեխիա, չկար Սլովակիա, Սլովենիա, այս բաներ չկար, հետո առաջացավ բայց մեր մոտ այդ ամեն ինչը 1000 ամյակներ շուտ է տեղի ունեցել։ Հա, որովհետև մեր ինքնությունը գապված է բեդություն ունենք եւ գամ չունենք։ Մերին ինքնությունն է, մենք ամենադեն հոս ենք։ Նայ արամեյաններում բես, անոնքալ բեդություն չունին, բայց ինքնություն կա։ Բայց ասորիքը ժամանակին է։ Հա, ժամանակին։ Հա, մենքալ, այսինքն հարգավոր Կիլիկյան, Միրիկյան, մենքա բեդություններ կան, բայց անոր գապված է։ Հիմա Երևանայը որ Թուրքիո հարցին մաշին Օսմանյանեն հոսեգերես, Թուրքիո եկերես, ամեն ինչ փոխվեր է, գմերժեսկո ինչ որ եղեր է առաջ, նոր պիտի գազմես, ինչպես պիտի գազմես, մարդիկ նույնիսկ նույնը չեն, մարդիկ նույնիսկ Օսմանյան գայսությանա մնացած մարդիկներն են, գամ նախ պիտի ոչնչացնես ամենեն կարևոր բաները, հայերը, քրիստոնյաները, լևանտենները եւ այլն, որբեսի գազմես միկը, որովհետեւ դրուն է հետո Բուլղարիայեն գարնես քիչմը, թուրք հոնդեղից կպերես քիչմը, թուրք ոստեղից որ ըրին, բայց նորենա
չփրներ ասիգա, այսինքն ի վերջո անանք մը պիտի լա որ իրենց ինքնությունը հարցը ասե գուզենգո որ մենք ալ տշնամի լանք որբեսի գարենան իրենք ալ շարունակեն իրենց տշնամությունը բայց եթե ուրիշ խելոք դիպլոմասի մը դեսնան գնգղմին գո արդեն նույն բանը գլագո բաներում երբ որ խոսակցության համար պանել սիմպոզիումի երթամ հոնան նույնն է գխոսի տունասի ռիտուկասի օքեյ հետո հիմա այսօր գվերցանա խոսքը գվերցանա որովհետև ճունին մեկ նախատեսություն հետո չեն գրնարգո պատասխանել անոր համար է որ արդասահմանի ակադեմիական ճանապարհներուն եթե նայես ամենալավ ցեղասպանություն աշխատող ակադեմիստները գրնան թուրքլալ մենք ունի Հովանեսյանները բայց մենք ունենք քաներակչամը մենք ունենք ուրիշ մարդիկ այսինքն ümit Kurtga Amerikայում եւ այլն ասանք եկտան Թուրք Yılmazga եւ այլն Բերլինում այս մարդիկ գան որովհետեւ լավ գիտեն գո այսինքն այս մարդոց հետ գնաս խոսիլ եւ իրենց առաջին միտքը այն է հետո մեկ հատ ըմբռնեն ինչ եղեր է ըմբռնելու համար իրենց ինքնությունն արդեն գդարբերի գո գծեվավորվի գո հետո գնաս այս մարդոց հետ խոսիլ հետաքրքիր բան մգար սիմպոզիումը մասնակցած ենք Փարիզ ցեղասպանության մասին Ռեյմոնդ Կևերտյան գխոսիգո Ահմեդ Ինսել գխոսիգո եւ Թուրքիայեն Cengiz Aktar եւ մեկ մնալ գար մորացա իմ Ayhan Aktar սա որ ամենը թուրք բատմապաններ ակադեմիկներ են ցեղասպանության մասին աշխատել են եւ այլն ամեր հայագողմյա ասենք բայց Թուրքիայում ապրող թե դրսում Թուրքիայում ապրող ասի գրեթե 10 տարի եղավ ասիգա եկերեն Փարիզի կոնֆերանսի մասնակցելու հոնդեր Ayhan Aktar-ը սա որ պիտի դեսնակ սավ օրը անչափ շատ պիտի աշխատվի որ այս ցեղասպանության հարցը Թուրքիո մեջ ամենալավ ակադեմիսյանները հոնդերեն պիտի լան Թուրքիայում պիտի լան բայց երբեք ժողովուրդը պիտի չհասկանա եւ երբեք պիտի բան պիտի չնեն պիտի չջանաչեն սա հետո վերջացավ մենք գխոսինք մեր մեջ գխոսինք գսենք որ օքեյ եթե ջանաչ ուշ մնաց որովհետև այս հարցը 100 տարի հետո ջանաչելը ցեղասպանության մասին այսինքն pedagogan ջանաչումը եւ այլն չես կրնար փոխել ժողովուրդը շուտով պետք է գիտես հազարատ բան միլիոնավոր բան պիտի փոխվի հիմա քուրդերը ինչ կուզենգո ինչու քրդերեն ալ տնենք եթե քուրդերուն աբրած դեղերը քաղաքապետարանները դբրոցները քրդերեն հայերեն տնենք այդե հայերը դբրոցունին բայց մեր աբրած դեղերը դիկրանագերդին մուտքին դիկրանագերդին կովը քրդերեն եւ հայերեն ամիդա դիկրանագերդ եւ այլն պիտի քրվի ասի բահանջները շատ են այսինքն հողի բահանջը չէ ուրիշ բահանջներ մարդկային բահանջներ որ եթե հիմա սոցիալական հրյաներուն բես հիմա հոլոկոստին բես հայերուն դուներուն արչեվը փոքր պլակներ տնենք նե քանի միլիոն պլակ պիտի տնենք ուր պիտի տնենք ինչպես պիտի լա հազարական բան գա եւ ասի փոխելու համար շատ ուշ մնացին գսեին գոնդեղ որովհետեւ այլևս ժողովուրդը ցևավորվեցավ հիմա նույն բանը այսօր խոսեցանք Էրդողանը ժողովուրդը ցևավորեց այսինքն ան սիստեմը բոլոր ուսումնական սիստեմը փոխելով Երևակայա ես 25 տարի ժուրնալիստ եմ 25 տարի գխոսիմ գա այս հարցին հիմա նոր գխոսիմ նոր են YouTube-ից նույն հարցերը գուկագո ինձի նույն 20 տարի առաջ բատմածս նոր են գարցնեն գո մարդիկ որովհետև նոր սերունդը չգիտեր գո վերջ քիրք կա օքեյ գգարտա քիչմը ChatGPT հիմա ChatGPT-ին քրեսն է պետք է ասե որ հա գա եւ այլն անոր ան երևակայելի բաներ գբադայի բամը գխոսիս բամը գկրեմ Facebook դագը գկրեմ մեկ հատ կոմենտ կուկա բայց Wikipedia-ն ասանք չսերգո Wikipedia-ն երբ եղավ source ասկսար իսկական բանը գրնաս անել բայց պետք է համամդելու բան ունենաս ամեն մարդ գրնա փոխել Wikipedia-ի մեջ ամեն ինչ եւ գամ Թուրքիո մեջ Wikipedia-յան առաջ բան գար էքսի սոժդիկ այսինքն լեգի պարարանը սելով գայք մգար լեգի պարարանի մեջ ամեն կսկարայինք մտնալ աս 80-նական ծնունդները կոմենտներ գրել իրարում ես կսեմ գո Էդգար Ներսիսյան ոդքասթեր կսեմ գո այլևս ոդքասթեր եղար հիմա ասի իսկական դարձավ իրենց համար ինձ այս ծևով հարցեր գո հիմա գտեսնամ գո երբ որ ես ասի
գսեմ գո օքեյ յետ վերադարձանք պետք է shorts-նել TikTok-ի մեջ մտնել եւ նոր են բացադրել եւ ես այլևս օրինակի համար այլևս ես կսկամ գո ասչապդարի հետո հոգներ եմ որ ես բացադրելու մարդոց որ ինչու այսպես է թուրքերուն համար գսեմ գո եթե թուրքերեն օգնեմ գո որովհետեւ առաջին արցան է Բելգիկա նույնիսկ մեգունետ կլաս գաշխադիստ Թուրքերեն շատ լավ գխոսիս քո եղբայր ինչպես հայ ես Թուրքիայի հայ եմ բայց երբ եկար Հայաստանն միտքան է որովհետև իրեն դեղեմը եկար տուն հոնդեղից չես որովհետև ինքը հոնդեղեմը եկեր է չէ ես հոն մեծա ինչ մե լավ թուրքերեն գխոսիս քո բրավո գուսեգ օրինակավոր բայց չես կրնար այսինքն հետաքրքիր բաներ են ես շատ կսիրեմ ասանք բզդիկ անեկդոտներով բատմել մարդոց որովհետև հրանտին հրած նավաներ այսինքն հրանտին կրությունը որ Թուրքին արյունեն հային արյունեն պետք է մակրվի եւ այլն աս բոլոր այս քրության մասին իրեն բոլոր այս քրության հետևանքով բոլոր թադերը բացվեցան եւ այլն հիմա նույն բանն է հոստեղ մեկը կդեսնաս Եվրոպայում ես փողոցում եկը կդեսնաս կո գբիդեսե գտարնա ինձ թուրքերեն ոչ չգիտեր այսինքն որ հայեմ թուրքեմ ինչ եմ գտարնա ինձ գարցնե Եվրոպայում Բելգիկայում գրամ պլաս ասենք Հոստեղ ուր բիրա գրնամ խմել թրքերեն գարցնեգո երկու կայլ գնեմ գո ուրիշ մեկը եղբայր հոս բիրա ուր բիդի խմեմ ասով հայրեն գարցնեգո գսեմ գո ուրդեղ ենք հասկացար որ հայեմ ուրդեղ ենք հասկացար որ Թուրքիայից եմ որ ուղագի թրքերենով ինձ գխոսիսկո վելետետ գսեգո այսինքն գլուխետ հասկացա մե այսինքն իրենք չեն գնար գո հասկանալ դարբերտունս էսա բայց ասի անանք բամն է որ պետք է այլևս բան չեմ, այսի բատմել, թող նային հին կիրկերուն, պոդքեստներուն, կո պոդքեստին, ինչ մբրվել։ Շորտել պետք է։ Հա, բայց շորտին մեջ չես կնար բատմել։ 2 ժամ նստում խոսում։ Հա, 2 ժամ 1 րոպե։ Երիտասարդների չեն դնում դու ասում 2 ժամով ասում չեն նայում։ Պոդքասթ չեն նայում, պիտի մի րոպե 30 վայրկյան բան անես, կարճ վիդեոներ անես, սկրոլ անեն։ Ճիշտ, բայց հետաքրքիր է, որ իրենց հիմա երդասարտական հարցնալ ուրիշն է։ Իրենց ճանապարհնալ ուրիշ է, գերեւի ինչ որ մենք պատրաստեցինք, իրենք ասի իբրև ժարանքը լալով չեն ուզերգո։ Ինք որ ինչ որ մենք ռինք եւ գխոսինք հիմա, իբրև չուզերգո ասի ժարանքը լալով գրել ինքը։ Հայ երդասարտը եւ կամ թուրք երդասարտը, գիտես, անորամար չուզերգո սորվիլ նույնիսկ։ Պրոտեստից եւ մգրնալ լալ որ դակավին չեմ գիտերգո ես ալ 45 տարեկան եմ գերեւի իրենց բանը ես չգիտեմ բայց խոսում ենք նաեւ բան բայց ես ջենզին շատ տարբեր է միսներից հա մեմոնա ջեն ալֆա գա ոչ մի բան չեն ուզում արած լինեն ոչ միայն սովորել աշխատելու մեջ կա ես ընկերոջս ասում եմ անեմ տարօրինակ է բայց այդպես է այսինքն աշխատանքի տեղ եմ որպես կոնսուլտանտ ես մի քիչ հաճախ եմ փոխում տարբեր կլիենտների մոտ եմ գնում ու ես նկատում եմ որ այն որ նոր էի անցել աշխատանքի կարող ասել առաջի 5-6 տարին տեսնում եմ որ նոր ավարտածները գալիս էլ մտնում էին բաների գերությունների մեջ սկսում էին աշխատել բայց դրանից հետո արդեն որ հիմա այս ջենզին որ հետևից գալիս է արդեն չես տեսնում նոր սերունդ որ կա սկսի ասենք ընկերությունը նոր մարդ ընդունի աշխատանքի ու լինի համասարան նոր ավարտած մեկը չկա Ճիշտ 3 կարտացի որովհետև կարող է լինի կա մի 6 ամիս մնա բեռնաուտ գնաց ինքը չի դիմանում այդ Ճիշտ ինչու անալ պետք է մերին ժեներացիոնը երևի հարցն եւ գամ իրենց ծնողները ինչու 6 ամիս է բեռնաուտ եղավ ինչպես ծնողություններ է եւ այլն դակավին 3 կարտացի որովհետև ես իբրև դղուս համար գնայում օքեյ նոր ժեներացիոն ինչպես պիտի լա եւ այլն աշխատանքի հարցը բանկի մեջ են մեծած այո եւ չեն դեսեր եւ ինչպես պետք է իրենց հետաքրքրել բոլոր հարցերու շուրջ նոր աշխատանքներ կան ասենք դատաներ կհավաքվի գո ժեներացիոն Z-ի մասին որ ինչու չեն ուզեր աշխատել որովհետեւ ինտերնետի վրա ամեն ինչ տեսած են եւ ամեն ինչ արդեն ծրի է եւ իր ինչ որ գնեն գո շատ թյուրին է յութուբեր գնաց տանալ եւ գնասանը բայց ամեն մարդ չի դառնում հա բայց ամեն մարդ չի դառնում բայց ամեն ուզում են դառնալ եւ հետո այս բարակային արդեն սոցիալական ցանցերում բան են գուկագո որ
աշխատանքը կգա, որովհետև շատ կդեսնան կգարձան որ շատ կա։ Ամեն մարդ կգնալն։ Հոս չեն է ուրիշ բան, եւ գամ ուրիշ սիթերով վրա գնան աշխատիլ, ինֆլուենսեր, իլեգալ, լեգալ, հազարատ բան կա։ OnlyFans, այո։ Եվ ասի արդեն, չենք գրնար Երևանայել ինչ կուկագո, բայց պետք է դեսնենք ինչ գրնալալ։ Մեզ համար, այսինքն բոլոր հայության համար ավելի դժվար է, գիտես, մենք ընտանեկան գազմերը, ընտանեկան գաբերը շատ խիստ դեղն ենք, այսինքն շատ մոդիկ ենք։ Մենք ասելով հայերը։ Եվ ասի նոր սիստեմի մեջ, նոր ասենք էրա, որ թարի մեջ գմտնակ, շատ դժվար է հայերն են տարբեր նայած որ երկրի մեջ են։ Ճիշտ է, հայերն են տարբեր նայած։ Որոշ, օրինակ ես նկատում եմ ֆլամանական քաղաքների նույնիսկ Բելգիայի մեջ որ նայենք շատ տարբեր են, ասենք համեմատ Բրյուսելի կամ Բրյուսելի հայերի հետ։ Ճիշտ, պետք է ասիալ աշխատվի, գիտես, բոլոր երկրներում մեջ, ինչպես Գյուլբենկյանը հրած էր diaspora survey, հրած էր, ասի քաղաք պետք է աշխատվի, նույնիսկ փոքր դեղմն է, Բելգիկա, դիվերսիտեն, այսինքն դիվերսիտեն այրեն ինչպես պիտի ասենք։ Դարբերությունները եւ անչափ շատ են, որ պետք է, եթե գարենանք ամենը հասկանալ, գերեւի պետքություն նույնիսկ չնիլ միացնելու։ Ամեն օք գրնա իրեն գազմի մեջ լավ աշխատիլ եւ ամբողջության մեջ գրնա մեր դեղը, ցանցը, այո, մեր դեղը բահել։ Հիմա այդ հարթության վրա շատ մեծ գործ է անում։ Հիմա որ տեղը եկել է, ասեմ, Բելգիա-հայ ռադիոն, որ կազմվել է, կազմվել է շատ ավելի շուտ, բայց հիմա որ արդեն DAB-ի վրա ենք, 2 տարի լրացավ։ Այո, 2 տարի։ Բայց որ ռադիո կամպուսի մեջ շաբաթական 2 ժամ բան այդ որ թվերին էր։ 2016 ցենը սկսել։ 16-ից շուտ չի սկսվել։ Չէ, ես չգայի արդեն։ 11-ին եկա, բայց 16-ին հետո այլևս։ Դա էլ կարող է ինքը որպես կենտրոնացնող գործոն հանդիսանալ ու հիմա դիմենք մեր հայրենակիցներին, ովքեր որ այդքան կապված չեն Բրյուսելի հետ ու ուզում են ներկայացնեն իրենք ինչ են անում, թող կապվեն մեր հետ։ Ճիշտ։ Եթե գուզեք յութուբեր դառնալ, եկեք։ Ցեզ հետ աշխատի, գերեւի։ Ինչու՞ չէ, մեկը գրնալ։ Դե լինի դա հաղորդում սկսելու համար կամ ինչ-որ հետաքրքիր թեմայի մասին զրուցելու համար։ Ճիշտ։ Մեր դռները բաց են։ Ամենադն։ Լավ։ Այս ջան, չգիտեմ, ուրիշ հարցեր կային, բայց ինձ թվում է արդեն եզրափակենք։ Մենք անչափ, այո, եթե մենք խոսենք, արդեն մինչև առավոտ կխոսենք։ Ինչ կսեմ բան գնենք ասանք հիմա։ Քիշերը լայվ մոպանանք։ Ասա Facebook-ի վրա է խոսիքո եւ կամ Twitter-ում բաներն։ Դե այդ բաները էլ չեն կարետ երևի, չգիտեմ, մյուս տարվանից որ կարողանանք արդեն լայվ բաներ անենք, որ մարդիկ կարողանան զանգահարեն։ Լավ, շատ լավ գոլա։ Այդ միշտ մտածել եմ, բայց չգիտեմ արժի անել, չարժի։ Ինչու՞ չէ։ Ով ասես կարող է զանգի։ Ամերիկայում հայերի հաղորդումների ժամանակ ամենածիծաղալի պատմությունները այդ ժամանակ ելնում, երբ որ մարդիկ լայվի ժամանակ զանգում են։ Ճիշտ։ Ով ասես զանգում են։ Ով, շատ լավ։ Միացան Փարթամյանի հաղորդումն։ Բայց շատ հետաքրքիր է։ Ստուդիո եղողներու համար ավելի հետաքրքիր է գծիծաղելու բան գելագո։ Բայց եթե լայվ գնաս, անադեն գրնաս, այսինքն ուրիշներն ալ դեսնալ, դե ոչ շատ հետաքրքիր է։ Ճիշտ։ Okay. Դե շատ շնորհակալ եմ Արիս ջան։ Ես եմ շնորհակալ։ Հուսով եմ ապագայում էլի որ նյութ հավաքվի էլի կհանդիպենք կզրուցենք։ Հարգավ, ինչու՞ չէ։ Շնորհակալություն, ցտեսություն։ Ես եմ շնորհակալ։